Բարև ձեզ, բարի գալուստ իմ Story podcast-ի էպիզոդ 20-րդը։ Այսօր իմ հյուրն է Հրանուշ Մերսիմյանը, կրծքով կերակրման մասնագետ եւ Masters in Science, Computer Science։ Բարի գալուստ Հրանուշ ջան։ Բարի գալուստ ջան։ Այսօր խոսելու ենք հիմնականում հետաքրքիր թեմաների մասին, բայց հետաքրքիր կանանց համար ավելի շատ, քան տղամարդկանց, որովհետև Հրանուշը արդեն մեծ փորձ ունի մամաներին օգնելու կրծքով կերակրման հարցերում։ Հիմա արդեն ես կթողեմ, որ Հրանուշը մանրամասնի ու հույսով եմ իր տված խորհուրդները ձեզ կօգնեն։ Հրան ջան, որ խնդրեմ կսկսես, երբ ես տեղափոխվել Հայաստանից Ամերիկա եւ մի փոքր առաջի այդ ամիսների կամ տարիների մասին եւ ինչպես որոշեցիր դառնալ ԿԿ մասնագետ։ Նատյան, ուրեմն ես Ամերիկա եկա 2013 թվականին, այսինքն արդեն 12 տարուց ավել այստեղ եմ, Լոս Անջելեսում եմ ապրում։ Եկել եմ կոնկրետ տենց միտք չի եղել գալ Ամերիկա, ուղղակի հանդիպեցի, սիրահարվեցի մի տղայի, ում հետ որ հարաբերությունները ավելի խորացան, եկավ Հայաստան մի քանի անգամ, որոշեցինք ամուսնանալ, մի խոսքով ամուսնացա եւ եկա այստեղ։ Այդ ընթացքում ես ինչ-որ մտքեր ունեի օրինակ գնալու Գերմանիա սովորելու, փորձում էի այնտեղ ինչ-որ մի հատ համալսարան գնալ ու միշտ էլ ամեն դեպքում ինձ համար կարևոր է եղել թե ում հետ լինել, որովհետև մենակ լինելը տխուր բան է, ինչքանով որ հասկացել եմ ու փորձում էի գնալ, օրինակ իմ ընկերուհու համալսարան, հենց այդ համալսարանն էի դիմում, դե ծրագիր կար։ Ես Հայաստանում աշխատում էի ծրագրավորման ֆիրմայում, ՏՏ ոլորտում էի աշխատում ու շատ լավ կազմակերպությունում էի, շատ ուրախ էի, իրանք ինձ շատ մեծ հնարավորություններ էին տալիս, ընդհանրապես իմ երկու կազմակերպությունում էլ եւ լեզուներ սովորելու հնարավորություն ունեցա, անգլերենս բավականին լավացրեցի, գերմաներեն սովորեցի, գնացի գործուղումների եւ այլն ու նաեւ ման էի գալիս Եվրոպայում, նաեւ մանգալու հնարավորություն ունեցա այնտեղ մնալու ու դրա համար մտածում էի նաեւ գնալ սովորել, որտեղ այդ դրսում սովորելը ինձ շատ էր ձգում, չնայած որ Երևանի պետական համալսարանն էի ավարտել մագիստրատուրա կիրառական մաթեմատիկայի, բայց քանի որ գործողումներից բանը այնպես եղավ, որ ոնց որ պետք է ընտրեի ինչ-որ մի պահին պրոյեկտների մեջ էի մնում ու գնում էի այդ գործողումների, թե շարունակում էի իմ հարցազրույցները սովորելու համար, ընտրեցի գործողումները եւ այդպես մի խոսքով այդ դրանով համճանապարհորդել ստացվեց ամենտեղ մի քիչ տեսնել թե ինչպիսին է կյանքը, բայց ամեն դեպքում ես մտածում էի, որ կսովորեմ ու հետ կգամ Հայաստան, ես մտածում էի, որ այդ իմ կյանքը կլինի Ուրեմն շատ հետաքրքիր նույնիսկ ասենք ես մտածում եմ ես Թուրքիայի չեմ ամուսնանա, որովհետև այնտեղ ինչ-որ բաներ էի տեսնում, որից դուր չէին գալիս, բայց այդպես ստացվեց վերջը, որ ամուսնացա, ու շատ ուրախ եմ դրա համար, այդպես տեղափոխվեցի այստեղ։ Տեղափոխվեցի, բայց սկզբում սենց շատ, սա համ ես մտածում էի, որ այդքան շատ դժվար չի լինի, որտեղ ես արդեն այնտեղ մի անգամ 3.5 ամսով, մի անգամ 1.5 ամսով մնացել եմ եւ Գերմանիայում եւ Լեհաստանում եւ այլն, ոնց որ ինքս ինձանով կողմնորոշվել եմ շատ բաներ։ Դες մտածում էի դե լավ, տենց խնդիր չի լինի, էլի անգլերենն էլ գիտեմ։ Վերջի այդպես եկա, բայց այդ սկիզբը շատ դժվարությունների հանդիպեցի, ոնց որ շատ ուրիշները, նախ լեզուն, որ տենց ես աշխատում եմ այնպիսի ֆիրմայում, որ կանադայի ֆիրմայի բաժիններ եւ մենք մենուր ունեինք ժողովներ, որ անգլերենով ասում ենք մեր գործը ոնց են կարել եւ այլն, բայց ամեն դեպքում ես որ հիշում եմ, որ հնարավորինս կարճ ձևով փորձում էինք ասել, թե մենք ինչ ունենք ասելու, հա, ու գալիս ես այստեղ, նստում ես ռեստորանում, գալիս են ինչ-որ բան են ասում, ու դու սենց աչքերդ բացած, ես ինչ ասեցիր, վերջը, ամեն դեպքում պետք էր ադապտացվել, պետք էր սովորել, եւ հետո նաեւ մյուս բաները Դրան դներս որ ընդհատում եմ, այսինքն առաջի անգամ եկար Ամերիկա, դրանից առաջ չփորձեցինք բան, այսինքն ինքն էր գալիս, այդ ապագա ամուսինս էր գալիս Հայաստան գնում, այդ ընթացքում շփվում էինք, հետո եկավ մի անգամ նշանվեցինք եւ այլն, տենց արդեն հաջորդ անգամ եկավ հարսանիք հայեցինք Հայաստանում, բայց հարսնացուի վիզայով եկանք ստեղ այսել
տարբերակ կար կարող էինք Հայաստանում բան ամուսնության վկայականը անել ու այդ ձևով գալ, ուղղակի ամուսինս հետաքրքրվեց, տեսավ, որ ավելի երկար է այդ process-ը, քան հարսնացուի վիզայով, ու տենց արդեն օրինական տարբերակներով գալիս է թղթաբանության ոչ մի խնդիր չենք ունեցել ընդհանրապես, ամեն ինչ շատ արագ է եղել։ Ու հետո էլ հետագայում էլ ես տենց շատ green card ստացա դրանից հետո ինչ որ ժամանակ հետո իրավունք ունես դիմելու քաղաքացիության, ես չէի դիմել, ահագին երկար տևեց այդ COVID-ից հետո շատ բաներ որ փոխվեց, ինչ որ երկրներ, ինչ որ մարդիկ կարող էին գնալ, ինչ որ տեղեր չէին կարող եւ այլն, այդտենց արդեն որոշեցի, որ անպայման անեմ քաղաքացիությունս էլ աճի, այնքան արագ եղավ, որ ինձ զարմացել է շատ մի քանի ամսում շատ արագ տենց ինչ-որ հարցազրույցներով բաներով եղավ։ Շատ հետաքրքիր է Հրանտ ջան, ինչպես գտար առաջի աշխատանքդ, արդեն բալիկ ունեիր այդ ժամանակ, թե հելա ոչ։ Հա, ուրեմն առաջի աշխատանք, ես որ եկա, որ ասած մի քիչ բանանամ, ամռանը եկա, սկզբում ճանապարհորդության գնացինք, եկանք եւ այլն, ու ես ինձ միանգամից սկսեցի փորփրել հասկանալ, թե ինչ եմ անում, ու երբ որ սկսեցինք թղթաբանության համար դիմել, դեռ չունեի աշխատանքի իրավունք, այսինքն ինձ միանգամից չէի կարող անցնել աշխատանքի, չնայած որ մասնագիտությունս թույլ էր տալիս, այդ առումով շատ երջանիկ էի, որ ինձ պետք չէր այստեղ սովորել, ոնց որ բժիշկները, բաները, որ կոնկրետ իրավունքների համապատասխան բաներ պետք է ունենան, հա։ Եվ ես սկսեցի քոլեջ գնալ, քանի դեռ չէի ստացել աշխատանքային իրավունքս, անգլերենի համար, չնայած ամուսինս ասում էր պետք չի նորմալ է բան, բայց ես ասում եի, չէ, եթե դրա մյուս տարբերակը տանը նստելն է, այդ համաձայն չեմ, վերջը, տենց դե երբ որ կգա, արդեն կկարողանամ էլի դիմել, ու տենց սկսեցի քոլեջ գնալ անգլերենի դասերի, 2 դաս վերցել էի օրը տես 6 ժամով այնտեղ էի լինում ու ցած շատ տրամադրված էր որ պետք է անգլերենս լավացնեմ որտեվ նույնիսկ հայերի հետ այնտեղ որ ես շփում էի ես պայմանավորվում էի որ պետք է անգլերեն խոսենք այդպես ասենք ընդմիջումներին բաներին անգլերեն ենք խոսում կարծում եմ օգնեց դա այդ սեմեստր գնացի այդ ընթացքում էլ ես on-line կուրսեր էի վերցրել մասնագիտական բաներ էի զարգացնում հետո նոյեմբերին հնարավորություն եղավ իմ ծանոթներից մեկը ով որ Հայաստանում ենք եղել են գոլեգաներ ու այստեղ էր արդեն աշխատում էր մի տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպությունում ինքը ասաց որ իրենց մոտ ուզում են բացել այն բաժինը QA բաժինը որ ես արել եմ այնտեղ Հայաստանում ես այդ գործն էի անում եւ ես որոշեցի դիմել այդտեղ, դες դիմեցի ինտերվյուներ անցա, ընդունվեցի։ Այսինքն շատ արագ եղավ։ Առաջին տենց հնարավորությունս էր, որ դիմեցի, բայց վախենում էի, потом ասում էի, դե Ամերիկան է, դե այստեղ ամեն ինչ sense ավելի լուրջ է եւ այլն ավելի խորացված է, հետո ես էի բացում բաժինը, դա էլ էր մի քիչ պարտավորեցնող, որտեղ ուրիշ բանա որ գնում ես ու քեզ ասում են, որ SSS բաներն է, ուրիշ բանա որ դու ես անում։ Վերջի, բայց տենց ստացվեց ամեն ինչ շատ լավ ստացվեց ու տենց շարունակեցի արդեն մի խոսքով այդ դրանից հետո այդ մի կազմակերպությունից դուրս եկա մեկ ուրիշ տեղ գործ գտա որտեղ դա հեռու էր այդ ժամանակ ինձ ձեռնտու էր բալիկ դեռ չունեի դեռ մի քանի ամիս էինք ամուսնացած բայց Սանտա Մոնիկայում էր ու այստեղից այնտեղ ահագին ճանապարհ էր դա ինձ նաև օգնում էր մեքենա վարելս լավացնել որովհետև ես ընդհանուր մի բան եմ ասում որ մարդիկ ասում են հարմարվել ես ասում եմ այստեղ այս քաղաքում հատկապես բայց Ամերիկայի համարյա բոլոր քաղաքներում հարմարվելու համար այնց 3 շատ հիմնական բաներ կան մեկը լեզու իմանալն է կարծիքով բոլոր երկրները որտեղ ուզում ա լինես մեկը ավտո քշելն է որ ասենք Նյու Յորքում կարող է ապրես բայց կարիք չլինի բայց համարյա մնացած բոլոր տեղերում առանց ոտքի ես առանց մեքենայի եւ մեկ է մասնագիտականը որ դու կարողանաս քեզ գտնել հա ու այդ առումով ինձ մոտ տենց շատ արագ այդ ամեն ինչը կարգավորվեց ես Հայաստանում էլ ունեի վարորդական իրավունք բայց տենց առանցին չէի քշել էլի որ եղբայրս պիկովքս լիներ կամ տենց այդ նշանածած ասենք պիկովքս լիներ այդ ձև էի քշում բայց այստեղ արդեն սկսեցի քշել ու այդ տենց էլի տենց միանգամից այդ դժվար freeway-ով որ էստա պապա զանգում էր ասում էր դու ոնց ես քշելու ասում են շատ դժվար է այդ բանը 405 բան ասում էի չէ ոչինչ ես տենց շատ տրամադրված էի ու տենց ստացվեց էլի որ ես մի բան էի սովորել այդ Գերմանիա որ գնացին Գերմաներենով էի աշխատում որ տենց քեզ գցում են միանգամից դժվար մի հատ իրավիճակի մեջ շատ ավելի արագ ես կարողանում այդ ամեն ինչը սովորել ու անել տենց հետո արդեն
իմ աշխատավայրը փոխվում էր ավելի հեռու տեղ, El Segundo էր փոխվում ու արդեն ավելի երկար պետք է գնայի ու շատ ժամանակ էր արդեն տանում էլի այդ կանը, բայց հասկանում եմ որ արդեն ուզում եմ երեխաներ ունենալ, այդպես ուրիշ գործ գտա, որ ավելի հարմար տեղանքում էր գտնվում, արդյունքում մի խոսքով 10 տարի աշխատեցի, այդպես այդ ընթացքում 3 երեխաներ ունեցա։ Հրան, որ ժամանակում որոշեցիր մասնագիտանալ կրծքով կերակրելու ճյուղի մեջ։ Ուրեմն, երբ որ բալիկս ծնվեց, առաջի բալիկս որ ծնվեց, այդ ժամանակ ես ոչ մի բան չգիտեի, գիտեք, ավելի շատ sense ասեմ, երբ որ ես հղիացա, այդ ժամանակ ես սկսեցի ուսումնասիրել ինչ-որ ծրագրեր, մոտս քաշեցի եւ այլն ու սկսեցի կարդալ այդ ամեն ինչի մասին, ինձ բոլորս էլ անցել ենք այդ բանը, ու ինձ այնքան գրավեց այդ աշխարհը, ինձ համար sense մի հատ հրաշք էր, մի հատ լրիվ նոր բան էի բացահայտել, այս ոնց է բոլոր կողմերը, այսպես իրար հետ աշխատում էլ, մի հատ իդեալական բան է ստեղծված, ամեն ինչ իրար հետևից լինում է, ու ես այնքան էի խորանում այդ ամեն ինչի մեջ, մտնում էի, կարդում էի, ինչքանով որ կարողանում էի, որովհետև դա էլ էր դժվար, մի ուրիշ բան է, որ օրինակ արդեն աշխատում էի, ընդհանրապես խնդիր չունեի լեզվի, ոչ մի այդպես դժվարություն չէի ունենում, բայց օրինակ բժշկական բաներ կարդալը, մտնել հետազոտություններ կարդալը արդեն դժվար է, ու բայց ամեն դեպքում խորանում էի ինչ-որ բաներ էի կարդում, հələ դեռ այն ժամանակ նույնիսկ այդքան շատ հետազոտություններ բաներ էլ չէի կարդում, այդքան չգիտեի էլի ոնց որ այդ տարբերությունը դնել։ Վերջը, բայց սկսեցի խորանալ ու հետո երբ որ երեխան ծնվեց, ինձ խորհուրդ տվեցին միանալ մի խումբ, կրծքով կերակրելու սենյակ խումբը Facebook-ում ու միացա ասենց էլի հերթական անգամ զարմացա, թե ինչքան բան կա, բացի այդ իրանք ունեին շատ մեծ կայք, այս շատ հետաքրքիր փաստ է, ընդհանրապես իմ կարծիքով մարդ կյանքում ինչ-որ տեղերից գալիս հասնում է ինչ-որ բաների, էլի, ոնց որ տարբեր ժամանակներ ինչ-որ բաներից մտածում, ու երբ որ ժամանակը գալիս է, դու այդ օգտագործում ես։ Երբ որ ես Գերմանիայում էի, որ հետ գնամ Ունդեղ հասկանում եմ, որ ինչ-որ մարդկանց հետ խոսում ենք, պետք է մեր երկիրը ներկայացնենք, մենք ով ենք, ինչ ենք, որտեղից ենք գալիս, ինչ ենք անում, հա, որտեղ չգիտեին իրանք, ամենատարածված բանը ասում ես, որտեղից ես, ասում ես Հայաստանից ես, այնտեղ շատերը ասում են Ալբանիա, Արմենիան ու Ալբանիա, որտեղ մոտիկ են, այստեղ մի քիչ ավելի այս քաղաքում հայերին ճանաչում են, շատերը հայ ծանոթներ ունեն, եւ ես հիշում եմ, որ ինտերնետով փնտրում էի ինչ-որ ինֆորմացիա, որ ցույց տայի, ու չէի կարողանում այնց շատ բան գտնել էլ, այսինքն այն ինչ որ ինձ հետաքրքիր էր, ինչ որ բաներից էինք խոսում, ուզում էի ցույց տալ, չկար այդ կոնտենտը, ու խոսքս գնում է 2009-2010 թվականների մասին, բայց արդեն շատ ուրիշ կոնտենտ կար հասանելի։ Ու ես ասում եմ, ինչքան ափսոս է, էլի, որ մենք չունենք այս ամեն ինչ, մենք համ հայերենով պետք է ունենանք, համ անգլերենով պետք է ունենանք։ Այդտեղ տարիների ընթացքում մտածում էի, որ լավ կլինի, որ ինչ որ մասնագիտություն ունեցող մարդիկ օրինակ պատմության տեսանկյունից, հա, ասենք ինչ որ ուսուցիչներ կարող են իրենց երեխաներին առաջադրանք տալ, որ ինչ որ կայքում սկսեն ինչ որ բաժիններով բաներ գրել, շատ կարճ, կարելի է շատ օրինակ իրենց դասերի հետ կապված, հա, նեղ մասնագիտական բաների մասին կարելի է գրել, մի օրինակ էլ բերեմ վերջերս տղայիս բանը պրոյեկտի վրա ենք աշխատում, որը որ այդպես ժառանգության, այսինքն քո արմատների բաների մասին ես խոսում, ու այնտեղ բաժին կար նաև տարազ էին կան, ասենք օրինակ ինձ պետք էր ինֆորմացիա վասկուլական տարազից, ու ես բացել էի, կարդում էի, ինչ որ բաներ էի ման գալիս, հասկանում եք, ասենք շատ նեղ բան է, չէ, ոչ թե նրա մասին, թե Հայաստանը ինչքան բնակչություն ունի։ Եվ այդպես արդեն տեսնում եմ այդպես բաներ, օրինակ շիրակացի երեխաներ ունեին այդպես բաներ գրած, բայց էլի քիչ է, իմ կարծիքով շատ քիչ է, էլի այդ ամեն ինչը շատ լավ կլինի, որ շատ լինի։ Այսինքն Հրան, եթե գնանք հետ, փաստորեն 10 տարի առաջ դու ոնց որ սկսեցիր կարդալ research part-ը, ոնց որ երբ սկսեց պրակտիկան, որ ավելի ոնց որ գնաս, կարծեմ սերտիֆիկացիաներ ունես բան, չէ։ Հետո որ ես սկսեցի խմբում արդեն որպես մայրիկ ոնց որ արդեն նայել ու հետո այդ կայքից օգտվել, այդ դրան է գալիս, որ այդ կայքը շատ է ուրախացել, որ կա, որովհետև շատ մեծ կայք է,
շատ հոդվածներով, երկար հոդվածներով լավ հեղինակավոր կազմակերպություններից թարգմանած, ու ընդ որում լրիվ կամավորական սկզբունքներով թարգմանած էլի, այսինքն մարդիկ, ովքեր որ ուղղակի գիտեին, այդ խմբագրությունները արվում էին մայրիկների միջոցով, բայց աղբյուրները շատ լավն են, էլի, կարևորը շատ կարևոր բան։ Ու ես տենց սկսեցի այդ ընթացքում արդեն սովորել որպես մայրիկ ու շատ կարդալ կողքից, հետո մոտ 2 տարի հետո, երբ որ արդեն երկրորդ բալիկս էր ծնվել, ու ինձ մոտ էլ ընդ որ հիմնականում ամեն ինչ լավ եղավ, որտեվ լինում են խնդիրներ եւ այլն բան, բայց ես շատ ուրախ եմ այդ առումով, որ չնայած որ այդքան պատրաստված չէի նախորոք, որովհետեւ շատ խորհրդատրվում նախորոք անել, իսկ ես էտապ էի գնում, քանի հղի էի հղիության մասին, քանի մոտենում էի ծննդաբերության մասն էի անում, ու այդ ժամանակ ես սկսեցի կրծքով կերակրել, նոր սկսեցի դրա մասին կարդալ, բայց իրականում ամենամեծ խնդիրները լինում են առաջի մի քանի օրվա մեջ, մի շաբաթվա մեջ եւ այլն, ու երբ որ խնդիրներ են լինում, արդեն շատ ավելի դժվար է այդ ամեն ինչը լուծել։ Էլի լրիվ հնարավոր է ու դրա համար գոյություն են մասնագետներ, բայց ամեն դեպքում ոնց որ ինչ-որ մի հատ բան է մնում, էլի մամայի մոտ տանջանքներով հանցնում այդ ընթացքում, որ լավ կլիներ դրանք չլինեին։ Ու հետո երբ որ միացա խմբին, արդեն որպես admin, այսինքն եւ ես դիմեցի իրանց եւ իրանք ինձ արդեն դիտարկում էին, որ ես ուղղակի ուզում եի իրանց օգնել ինչ-որ բանով, ու իրանք ինձ ասեցին, որ ձեզ հրավիրում ենք ես որպես ադմինիստրատոր, դա ինչ է նշանակում։ Նշանակում է, երբ որ խմբում հարցեր են գրում մայրիկները ու կոնկրետ մերը պահպանում ենք կոստով կերակրելու թեմայով ու դրա հարակից թեմաներով։ Դրա հարակից թեմաներ են, օրինակ, հավելյալ սնունդը, ինչ որ չափով, մի ժամանակ շատ ավելի շատ էինք, հետո մենք առանձին խումբ էլ ունեցանք, որ դեպի այդ խումբ էինք մայրիկներին ուղարկում, կամ քնի հետ կապված, որը էլի ազդում է կոստով կերակրելու հարցերին։ Մի խոսքով, այդ ընթացքում արդեն սկսեցի ես որպես ադմինիստրատոր աշխատել, հա, ու երբ որ մայրիկները հարցը գրում են, մենք գալիս ենք պատասխանում ենք, առաջինը մենք հաստատում ենք եւ պատասխանում ենք որպես մասնագետ, բայց մեր խումբը կազմված է մի 10-12 հոգանոց խումբ ենք, ընթացքում փոխվում են բնականաբար ինչ որ ադմիններ դուրս են գալիս, մյուսները գալիս են ու իրականում շատ տարբեր են, մեր մեջ կան եւ բժիշկներ, եւ կրծքով կերակրելու մասնագետներ, ի սկզբանե էլ խումբը ստեղծվելուց Կանադայում մենք մի IBCLC կրծքով կերակրելու մասնագետ ունենք, իսկ IBCLC-ն միջազգային սերտիֆիկացումն է, որը որ ընդունելի է բոլոր տեղերում եւ դու կարող ես աշխատել ծննդատներում, կարող ես օգնել այդ գործերով, հա։ Դեռ էլի սերտիֆիկացում կա, իմ օրինակ CL-ն է, հետաքրքրում դրան, այդ խումբը ստեղծվել է այդ, ասենք, մեր այդ IBCLC մասնագետի հետ եւ մնացած էլի ինչ որ մարդիկ, ովքեր որ լավ տեղեկացված են, թեկուզ եւ ուրիշ մասնագիտություններ ունեն եւ այլն, բայց հիմնականում լեզուների լավ գիտելիքներով ու այն մարդիկ, ովքեր որ գիտեն բայց ճիշտ ինֆորմացիա ստանալ, հա։ Ու այդպես տարի ընթացքում արդեն ուրիշ մարդիկ են ունեցել, այդպես բժիշկներ, բուժքույր, ուսուցիչներ, օրինակ դպրոցի ուսուցիչ, մանկապարտեզի ուսուցիչ եւ այլն, ու տենց նաեւ ֆիզիկոս եւ այլն, ովքեր որ նաեւ գնացել ու ստացել են մեջներից կամ մարդիկ, որոնք որ նաեւ առանձին սերտիֆիկատ ստացել, ոնց որ նաեւ ես։ Այդ ոնց այդ որոշմանը եկա, ես աշխատում եի իմ հիմնական գործին, բայց քանի որ այդ գործը արդեն անում էի մի 4 տարի, այսինքն ես այս մայրիկներին օգնում էի եւ առանձին էի շատ օգնում, որտեղ ինձ շատ հետաքրքիր էր ու ես այտենց զգացում դեռ չէի ունեցել այդքան Դες ոնց է ինչքան ես գործ անեի, ես երբեք չէի մտածում, բայց ինչքան աշխատեցի սրա վրա, այդ գիշերվա կեսին ինչի ինձ էս գրեցին, ես որ գնում էի արշավների, մենք ամեն տարի գնում ենք արշավի, ունդեղ ես չունեմ մի 4 օր, չունեմ ինտերնետ, այդ ամբողջ ընթացքում ես հիշում եմ իջեր մա ամեն արշավի ժամանակ ես իմ որ մամայի մասն էի մտածում, էլի, ասենք, բա ես երեք բալիկ ունեցել մաման, տեսնես ոնց եղավ, այս մեկը ոնց եղավ, որ հատկապես նրանք ում հետ որ ես առանձին աշխատում էի, որովհետև տենց երբ որ մեկին խմբում ուղղակի հարց են տալիս ու դու իրենց պատասխանում ես, հետո շատ անգամ չգիտես ինչ եղավ, հա, ոնց որ բժիշկները աշխատում են ինչ-որ մեկի հետ, կոնսուլտացիան են անում եւ եթե հետո չեն գալիս այդ մարդիկ, արդեն չես իմանում ինչ եղավ իրանց հետ։ Բայց երբ որ անհատական ես աշխատում, այդ արդյունքն էլ ես տեսնում, այդ մարդու ուրախությունն էլ ես իր հետ կիսում, երբ որ ամեն ինչ լավ է ստացվում, ու շատ հաճելի զգացում է, էլի։ Մի խոսքով, տենց ու ես որոշեցի, որ սովորեմ այդ առումով, որովհետև ինձ արդեն դուր չէր գալիս այն, որ ես
այսպես խոսում եմ, խորհուրդներ եմ տալիս բան, բայց իմ մասնագիտությունը տեխնիկական ու հեռու է դրանից, էլի։ Տներես ընդհատեմ, այս որ սկսեցիր սովորել երրորդ բալիկը կար, թե հələ չէ։ Երկու բալիկին, երկրորդ բալիկը 4 տարեկան էր, երկրորդ բալիկս արդեն այդ ժամանակ 4 տարեկան էին։ Այսինքն մոտավորապես տենց 5 տարի առաջ 2022-ին 4 տարի առաջ 4 տարի առաջ 2022-ին հետաքրքրվեցի այստեղ բանում Նորչիչ համալսարանում այդտեղ կուրս կար մեր ամուսինս էլ այնտեղ սովորել ու դու էլ ես այնտեղ սովորել ու ես California հա California State University of Los Angeles ու մեր ընկերներից է շատերը դրան սովորել մի խոսքով բայց այդտեղ ուղղակի կուրս էր որը որ տալիս էր այդ տեսական մասի ինձ երկու բաժին կար ես երկուսն էլ վերցրեցի 95 ժամանոց որը որ անհրաժեշտ է IBCLC մասնակետ դառնալու համար այսինքն այն մարդիկ ովքեր որ ուզում են այդ վերջնական սերտիֆիկատը ստանալ կուսկով կերակրելու որ կարող են աշխատել բոլոր ծննդատներում եւ այլն օրինակ եթե իրանք բուժքույր են բժշկական որևէ աշխատող են չգիտեմ դեռ օրինակ դիետոլոգ են եւ այլն իրենք կարող են այս կուրսը անցնել սա պարտադիր է այս տեսական մասը հանձնել սրա քննությունը եւ հանձնել են վերջնական IBCLC քննությունը ու ստանալ այդ սերտիֆիկատը Ինձ համար ես այս տեսականը հանձնեցի այդ 95 ժամանոցը հանձնեցի մի ժամանակ 90-ներ հիմա 95 ժամա որտեղ իրանք նաև մեջը մտցնում են դու որպես կոնսուլտանտ ոնց աշխատես դա իմ սովորածում կետ այդ ես անցա բայց ես չեմ կարող այն վերջնական ոնց որ IBCLC քննություն դեռևս հանձնել, որովհետև երբ որ արդեն շարունակեմ այս ճանապարհը, պետքա բժշկական բաներ սովորեմ, էլի ինտեր դասընթացներ կա, որ պետքա սովորեմ ու ավարտեմ, տենց 2 տարվա չափ եւ այլն նայած ոնց է ստացվում, նայած ինչ արագությամբ ես գնում, բայց որպեսզի այդ ձևի տեղերում աշխատես, որովհետև ես այս սերտիֆիկատով կարող եմ աշխատել օրինակ այնպիսի հոսպիտալներում, կլինիկաներում օրինակ, հա, որտեղ որ հիվանդները չեն պարտվում, տենց չեն մնում այդ ձևով, հա, տենց գալիս են գնում են, ընդհանուր նաև educator-ը ասված է, այսինքն սովորացնող եմ ես, հա, այդ մասով, եւ հղիների հետ աշխատանք, եւ մայրիկների հետ աշխատանք եւ այլն, մի խոսքով տենց, բայց այս ինձ մի երկու բան էր հետաքրքիր, երբ որ ես այս անցա սերտիֆիկացումը, նախ ինձ համար բավականին արդեն հեշտ էր, բայց ինչու, որտեղ ինձ հետաքրքիր է այն ինչ որ մենք ասում ենք, անում ենք, այն աղբյուրները, որոնցից որ օգտվում ենք, արդյոք իսկապես դրանք են ամենավստահելի, ամենաճիշտ աղբյուրներն, արդյոք այն ինֆորմացիան, որ մենք տալիս ենք, իսկապես վերջին տվյալներով այդ ինֆորմացիան է ու ես հաստատեցի, որ այո, որովհետև ես իսկապես շատ լավ էի զգում այդ խմբում, մենք սա շատ հետաքրքիր քննարկումներ էինք ունենում իմ պրոֆեսորների հետ եւ այլն, այնց շատ լավ էր, որտեղ ես արդեն ունեի փորձ, էլի, իսկ այնտեղ շատերը ուսանողներ էին, ովքեր որ իրենց հերթական դասներ նաեւ որ կարող էին անցնել եւ մնացածն էլ օրինակ բուժքույրեր էին, ովքեր որ նոր սովորում էին, ոնց որ իրանք օգնում են ինչ-որ ձևով կուսկով կերակրելու հարցերում, բայց հենց դա ինչի է այս մասնագիտությունը ստեղծվել, որովհետեւ եթե վերցնես սա հիմնականում բժշկի մասնագիտության մեջ մտնող մակաբույժները սովորում են սա, հա, ու էլի բժիշկներ այնտեղ սովորում են կրծքով կերակրելու մասին, հա, որ կարևոր է կրծքից տալը եւ այլն, թե ինչքան հիվանդությունների ռիսկեր է իջացնում եւ այլն, հա, մի շարք բաներ իրանք սովորում են, բայց կոնկրետ երբ որ գալիս է այդ պահը, որ հիմա պետքա բալիկը սկսի ուտել ու արդեն առաջանում են խնդիրներ բժիշկը այդքան ժամանակ չի տրամադրում, որ գա ու քեզ ասի, գիտես, մի քիչ լավ չի ուտում բալիկը, գիտես, մի հատ է փորձի, պետքա բերանը լավ բացի, որ կարողանա լավ ուտի։ Ու այսպեսի sense նյուանսներ շատ կան, որտեղ եւ բժիշկը այդ ժամանակը չի կարող տրամադրել, որ այդ ամեն ինչի մեջ խորանա ու իրանք փորձել ձեռք չեն բերում։ Ոնց ասեմ, Հա, լրիվ հասկանում։ Ես շատ մեծ հարգանք ունեմ բժշկական աշխատողների նկատմամբ, կարծիքով այն աշխատանքը, որ անում են, մանավանդ են սրտով լավ բժիշկները, որ իրանք սիրում են իրենց մասնակիցները, այն ճանապարհը, որ իրանք ասում են, հսկայական ճանապարհ է եւ այլն, բայց նաեւ ոնց է, որ ասենք բուժքույրը ավելի լավ է սրսկում, ենթադրենք, որտեվ ինքն է, չէ, այդ գործը անում, թեկուզ սովորում է, բայց ինքը այդ գործի մեջ չի մասնագիտանում, հետո նույն ձևել այդ բուժքույրերը պետքա իրանք շատ լավ կլինի, այդ ամենալավ տարբերակը կլինի, որ իրանք իսկապես լավ մասնագետներ լինեն, ինչ որ հիվանդանոցներ կան, այդպիսի բան ստեղծվեց
որ մոր եւ մանկան բարեկամ հիվանդանոցներ այդպես է կոչվում, այդ հիվանդանոցները ունեին ինչ-որ կետեր, այսինքն որպեսզի հիվանդանոցը ստանա այդպիսի ստատուս, այդպիսի սերտիֆիկացիոն, իրանք պետք է բավարարեն մի 10 կետի մոտավորապես, 10 կետեր հենց կարծեմ, որ այնտեղ օրինակ պետքա տրեյնինգ անցած լինեն իրանք բուժքույրերը, իրանք պետքա օրինակ իրավունք չունեն առաջարկելու շշեր, ծծակներ եւ այլ ինչ-որ բաներ, որոնք կարող են խանգարել այդ սկզբում երեխայի լավ ուտելուն, եւ ասենց մի շարք բաներ կան, հա, որոնց պետքա հետևել, բայց այդպիսի հիվանդանոցներ ավելի քիչ կան, դա բավական նաև ծախսատար այդ հիվանդանոցի համար, որ իրանք օրինակ այդ իրանք բուժքույրերին ուղարկեն տրեյնինգներ եւ այլն, ու այդքան հեշտ չի իրանք գտնելը։ Օրինակ իմ հիվանդանոցը ես որտեղ որ արեցի, ես այնպես էի գտել, որ իրանք այդ ծավի հիվանդանոց են, հետո պարզվեց իրանք մի տարի առաջ կորցրել են սերտիֆիկացումը, բայց ամեն դեպքում ոնց որ դեռևս կար էլի այդ ազդեցությունը, որովհետեւ շատերը արդեն անցել էին, բայց ես մի հատ շատ հետաքրքիր բան էլ ասեմ, իմ փորձը ցույց է տալիս, որ շատ բժշկական աշխատողներ նաև այս մայրիկներին օգնելուց իրանց փորձը ինչ որ ձևով պրոյեկտում են այդ մայրիկների վրա, եթե իրանք պարտադրված չեն, ինչ որ բաներ, օրինակ իրանք ընդհանրապես իրավունք ունեն սա ասելու, հա, այդ չեն ասի, բայց եթե արդեն մնում այն մնացած մասը, ու երբ որ ասենք իրանք սկսում են թե լավ բան, կարող ես կատնախառնով տալ այդքան մի տանջվի, այդքան մի բաները, ու մի որ հարցնես, հասկանես, որ ինքը այդ արել է։ Ու այդ ես կարծում եմ այդ հոգեբանական շատ նուրբ պահ, որտեղ այդ մամուլության բան ենք համար, այդ երեխան ունեցել ես, ու ասենց պատրաստ ես ամեն ինչի, ամեն ձևով իրան պաշտպանելու, ու հանկարծ քեզ ասում են, որ դու չես կարողանում քո երեխուն լավ կերակրես, ու ասենց մոտ մի հատ բան է էլի առաջանում, թե ոնց էլի այդ ոնց է այդ հնարավոր, ու հետո երբ որ արդեն ընդունում ես այդ մնացած բաները, դե իմ մոտ չկար, դե իմ մոտ գենետիկ է, դե մամաս որոնք շատ սխալ բաներ են էլի, այդ գենետիկ չի, բոլորս էլ ունենք, ուղղակի պետքա հասկանալ ոնց է մեխանիզմը աշխատում, պետքա ճիշտ երեխան ուտի եւ այլն, ու ամեն ինչ կարգավորվում է, ոչ մի ավել բաների կարիք չկա։ Եվ կներեսորեն հատեմ, միջան հիմա քանի մամայա որ խնդիր ունեցե ու դու իրան ֆիզիկապես օգնել ես։ Դե հասկանում եմ, որ խմբի միջոցով երևի հաշվել չի լինի ինչքան մամաների ես օգնել։ Իսկ ենթադրենք ես ունեմ ընկերուհի, բարիկա ունեցե, խնդիր ունի, տենց քանի մարդ արդեն որ դու օգնել ես այս 4 տարվա մեջ։ Այդպես տենց չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում այս պահին ես երրորդ բալիկիցս հետո իմ հիմնական աշխատանքից դուրս եմ եկել, որովհետև այստեղ չկան դեկրետի ժամանակներ, ես 7 տարի են 2 բալիկներից մեծացնելով աշխատում էի, բայց այս ընթացքում ես երբ որ տենց լինում են ինչ-որ կոնսուլտացիաներ, ես անում եմ, բայց շատ չեմ աշխատում այն ուղղությամբ, այսինքն այս պահի դրությամբ դեռևս ինձ այստեղ այդքան շատ չեն ճանաչում, բայց ովքեր որ հիմնականում խմբի միջոցով ովքեր որ ասում են ինձ, եւ եղելա որ գանտուն, եւ ես իրենց այցելություններ անեմ, եւ on-line տարբերակով անենք, ասենք անցյալ ամիս օրինակ Վիսկոնսինից մի մամայի հետ էի աշխատում եւ արտասահման, բայց հիմնականում հայերի հետ, որտեղ հայերը ինձ գիտեն, էլի, հիմնականում հայերի հետ եմ աշխատել, ու այդպես արդեն մասնագիտական հարցեր եմ ուզում տամ, արդեն կոնկրետ են մամաների համար, որոնք ունեցել են բալիկ ու խնդիր ունեն կերակրելու հետ, համար առաջինը ինչքան է քո խորհուրդը, որ ամեն ինչի գնալ, որ փորձել կերակրել կրծքով, մինչև որ օրը կամ ժամը կամ չգիտեմ էմոցիայի կաթիլը ինչքան պետք է մաման պայքարի, վերջի բանը ինչն է, որ ասենք միջև հանձնվել էլի, եթե ենթադրենք չի ստացվում։ Այդ շատ ինդիվիդուալ հարց է, բայց ես այսպես եմ ասում, այս գործի մեջ մենք 3 կողմ ունենք, ավելի շատ, ավելի մեծ բաժանակազում 2 կողմը մասնագետի եւ մամայի կողմը, հա։ Երբ որ մենք միասին աշխատում ենք, այսինքն մենք տալիս ենք այդ ինֆորմացիան, մենք մասնագետներս տալիս ենք այդ ինֆորմացիան ու ասում ենք, որ այ այսպես է, հա, այս օրինակ կաթը ինչու է կարևոր, հետո ինչեր կան, որոնք որ պետք է անել, որպեսզի օրինակ կրծքով կերակրումը ավելի լավ սկիզբ ունենա, ենթադրենք բալիկությունվելուց մի ժամվա ընթացքում, որ պետք է երեխան ուտի եւ այլն։ Մի շարք բաներ ենք մենք ասում, բայց եթե նույնիսկ ինչ-որ բաներ արդեն անցել է, արդեն էլ չենք կարող դա վերականգնել, մայրիկին ասում ենք, այ ես
գործողությունների շարքն է, ու այդ մայրիկը պետքա անի։ Ոնց է, որ մարդը գնում է բժշկի մոտ, ասում է ես ունեմ այս խնդիրը, իրան ասում են, այս դեղերը պետք է ընդունես, պետքա, չգիտեմ, այս սննդակարգը ընդունես եւ այլն, հա։ Հիմա այդ մարդը եթե կանի այդ բաները, հետո կարող է անի ու գա ասի, գիտեք, ես այս դեղը խմելուց գլխացավ եմ ունենում եւ այլն, ու այդ բժիշկը կարող է ինչ-որ մի բան փոխի, օրինակ, այդտեղ եւ այլն։ Այսինքն այդտեղ կան բաներ, օրինակ, կարող է մաման ինչ-որ մի բանը ուրիշ ձև է հասկացել, օրինակ հասկացել է, որ անպայման ցենց պետք է անի։ Իմ կոնսուլտացիաների մի մասը նաև կազմում է այն, որ ես երբ որ աշխատում եմ այդ մայրիկի հետ, հետո 2 շաբաթ մնում եմ կապի մեջ իրancs հետ, որովհետև էլի տեսնում եմ, որ դրա արդյունավետությունը շատ մեծ է լինում, այսինքն մենք ունենում ենք պլան, ինքը այդ պլանով շարունակում է, հետո մենք ընթացքում ես նայում եմ ու կարող ինչ-որ փոփոխությունների ենթարկենք, ահա տեսնում ենք երեխայի քաշը սենց է լինում ու մենք այդտեղ ինչ-որ մի բան փոխում ենք եւ այլն, այսինքն մենք բայց օրինակ տան պայմաններում ո՞նց է քաշը, օրինակ իսկապես ես այդ խնդիրը ունեցել եմ, որ չես իմանում ինչքան կերավ, եթե շշով չի ուտում, չես տեսնում, չէ, ասենք կերավ։ Հա, այդ քաշը ենք իմանում, դրա ամենալավ չափանիշը, ցուցանիշը քաշն է, էլի ցուցանիշ կա, որի մասին մենք սովորում ենք այդ երեխայի տակտիրի բանն է, որ կարելի է ստուգել մոնիտած երկեղտոտ տակտիր, այնտեղ քաշեր եւ այլն, բայց դա այդքան հստակ չի, ինչքան որ քաշը, որովհետեւ այնտեղ ուրիշ հանգամանքներ կան, որ կարող են ասել, ամենալավը քաշն է։ Տան պայմաններում մայրիկներ կան, որ առնում են այդ համապատասխան կշեռքները, հա, որովհետեւ մանկական կշեռքներ կան, մեծերի կշեռքների մեջ կարող են տարբերություններ լինել ու սխալ պատկեր լինի, դրա համար մենք խորհուրդ չենք տալիս ընդհանրապես դրանցով կշռել, կամ լինում է, որ այդ համապատասխան կշեռքներն են առնում, բայց անկեղծ ես այդքան էլ խորհուրդ չեմ տալիս այն մայրիկներին, որտեղ իրանք սկսում են ընկնել այդ բանի մեջ, այնքան ջամ, այնքան ամեն օրով ու իրանք ոնց ինչ-որ խենթանալու աստիճանի շատ ծանրացնում է դա, բայց երբեմն ինչ-որ դեպքեր կան, որ շատ օգնում է այդ։ Okay, Հրան, ենթադրենք երեխան դուրս է գրվել հիվանդանոցից 3.5 կիլո, ենթադրենք 2-3 շաբաթ մաման ամեն ինչ անում է, պրյանիկ էլ ուտում, չգիտեմ, ինչ-որ ադաթավոր սնունդներ կա, չէ՞ որ ասում ես կերենք էլ, որ կացը շատ ունի, ենթադրենք այդ ամեն ինչը արել է, քո խորհուրդները արել է, բայց 2-3 շաբաթ ենթադրենք չի ստացվում, այդ դեպքում ինչ են անում։ Հիմնականում, եթե ամեն ինչ լավ է գնում, չստացվելու բան համարյա թե չկա։ Մեր ընդհանուր բանը այն է, որ մայրիկները ունեն բավարար կաթ, 95% մայրիկները ունեն բավարար կաթ, բայց այդ շատ մեծ հիմա դեպատ է, նույնիսկ այդ 5% այդ ոնց եք որոշել, որովհետև դա շատ մեծ թիվ է, դրա վրա մեծ կասկած կա, էլի, այսինքն էդ էլ այդպես չի։ Դա կարող է լինել օրինակ այն դեպքերում, երբ որ մաման կրծքի վիրահատություն է ունեցել, ինչ-որ գեղձերի բան է ունեցել եւ այլն, ասենք այդ դեպքերում հնարավոր է այդպես բաներ, բայց մնացած շատ sense հազվադեպ է, որտեղ մամաների չշարունակելու հիմնական խնդիրն է, որ իրանք մտածում են իրանք չունեն բավարար կաթ։ Բայց երբ որ սկսեն հասկանալ, որ իրանք ունեն բավարար կաթ, բայց երբ որ կան խնդիրներ, ճաքած կրծքեր եւ այլն, տենց խցանումներ եւ այլն, ուղղակի որ բացատրում ես, թե ոնց է այդ ճանապարհը լինում, էլի, ոնց պետք է դրանք լավացնել։ Երբ որ մայրիկը կարողանում է այդ ճանապարհը անցնի, հետո կարողանում է կերակրի։ Նույնիսկ եթե մայրիկը դադարեցրել է, ասում եմ մի շաբաթ չեմ կերակրում ես ու կացնեմ, մենք էլի կարող ենք վերականգնել այդ։ Շատ բավականին տենց բաներով այդ քայլերը անելով, ռելաքսացիա է դա կոչվում, ասենք որ պատկերացնեք, նույնիսկ հնարավոր է բան մայրիկը, որ երեխա է որդեգրում, նույնիսկ հնարավոր է իր մոտ սկսել լակտացիա, որ նույնիսկ ինքը երբեք երեխա չի ունեցել, պատկերացնում եք, այդպես դեպքեր կան ու ես չեմ հավատում։ Հենց մեր բանը կրծքով կերակրելու մասնագետը Հայաստանում, ով որ աշխատում է ծննդատներում, Աննա Տոնիկյանը նեոնատոլոգ բժիշկ էր, բայց ինքը համսերտիֆիկացիա ստացավ այս բանի մեջ, կրծքով կերակրելու մեջ ու հիմա այդ մասնագիտությամբ է աշխատում Էրեբունի ծննդատանը, հիմա Մարգարյան ծննդատանը ու էլի տենց մի երկու տա, վերջը ինքը օրինակ ունեցել է այդպիսի դեպք, մեր խմբի աղջիկներից հասկանում եք, որ sense մենք կարողանում ենք այդ քննարկումները ունենալ ու տեսնել, այսինքն այդ լրիվ հնարավոր է, բայց կարող է օրինակ այնպես լինի, որ գոնե համատեղելով լինի, այսպես ասեմ, ցանկացած
քանակի կրծքի կաթը ավելի լավ է, քան դրանից ավելի քիչ կամ չլինի։ Այսինքն եթե նույնիսկ մաման ասում է, թե պատման են, ես չեմ կարողանում եւ այլն, որ շատ քիչ է լինում, բայց ամեն դեպքում լինում է, ինչ որ մամաներ ինչ-որ պատկերացումներ են ունենում նախորոք եւ այլն, ասում են, որ օրինակ ես այսքան չեմ ուզում անել, եւ կարող են ասենք համատեղել այդ դեպքում կրծքի կաթը կերակրախառնուրդի հետ ու դա ավելի լավ է, քան լրիվ կերակրախառնուրդ։ Հա, Հրան, իսկ ման հարցնեմ, բարձա երևի մարդեն կարող են Google-ել անեն, ChatGPT-ել անեն, հասկանան, բայց քո տեսանկյունից մինչև քանի ամիս ճիշտ է կերակրելը, որովհետև կամ տարբեր, ես օրինակ շատ եմ կարդացել, որ 6 ամսեկանից հետո այդքան կարևոր չի, ինչքան միջև 6 ամսեկանը, որտեղ 6 ամսեկանից սկսում ես արդեն կողքից բանջարեղեն, հետո նաև միս եւ այլն ու 6 ամսեկանից հետո այդքան կարևոր չի լինում։ Քո տեսանկյունից ինչպես է դա։ Իմ տեսանկյունից իմ երրորդ բալիկը հիմա 2.5 տարեկան է ու կերակրում է այսինքն կրծքի կաթ ուտում է իր մնացած բոլոր ուտելիքների հետ, հա։ Այդ դրա տենց մի քիչ ավելի կարճ պատասխանը, իսկ թե մինչև երբ շատ հեղինակավոր կազմակերպություններ, այսինքն օրինակ WHO-ն, ԱՀԿ-ն, հա, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, այստեղի AAP-ն, որ American Academy of Pediatricians, Ամերիկայի մանկաբույժների ասոցիացիան եւ այլն, իրանք խորհուրդ են տալիս կերակրել մինչև 2 տարեկան եւ դրանից ավել այնքան, ինչքան որ մայրիկն ու բալիկը ցանկանում են։ Այսինքն դա հիմնական իրանք երկուսի գործն է, այնքան լավ կլինի, որ կողքից մարդիկ չասեն ու չգան, չմտնեն, որտեղ շատերը 2 տարեկանից հետո չգիտես էլ որ ինքը, եթե չհարցնես, շատ անգամ չես էլ իմանա, որտեղ արդեն ավելի քիչ են ուտում օրվա մեջ եւ այլն, բայց այդ բենեֆիտները շատ մեծ են։ Հիմա ասեմ, թե մինչև 2 տարեկան ինչու է ասվում։ Մի ժամանակ AP-ն ասում է մինչև 1 տարեկան, ու ես այնպես պայքարի մեջ էի ասում եմ, ախր դա սխալ է, մենք, այսինքն մեր խմբով մի քիչ ավելի շատ այդ ամեն ինչը իմանալու, մենք պետք է 2 ասել, էլի ասում են 1 եւ ավելի, ժամկետ չկա թե ավելի ինչքան, բայց միևնույն ասում ենք այդ 1-ը մամաներին մի քիչ բան է անում, ու վերջապես փոխեցին իրանք մի քիչ ուշ են փոխում, այն որ sense ես ուրախությունից բան էի ելնում, էլի, որտեղ մեր ասածը եղավ դարձավ 2 Ինչու է այդպես ասվում, որովհետև այն զարգացումը, երբ որ երեխան ունենում է ամենասկզբում, ասենք առաջի տարում երեխան իր քաշի մոտ եռապատիկը մեծանում է։ Այդտեղ մենք չենք աճում մեր ընթացքում, հա, բայց այդքան շատ այդ երեխան աճում է։ Ու այդ ընթացքում պատկերացրեք, էլ իր ոսկորներն են մեծանում, էլ իր ուղեղն է մեծանում, ինչ ձևով, հա, էլ իր մնացած բոլոր այդ համակարգերը պատկերացնեք, չէ, նորածին երեխան ինչերի է ընդունակ, օրինակ 2 տարեկան երեխան ինչերի է ընդունակ, հա, ինչքան հսկայական զարգացում է ունենում։ Այդ կրծքի կաթը բոլոր այդ անհրաժեշտ զարգացման էլեմենտները, ասենք իդեալական բանով ունի, չափերով եւ այլն, ինքը ունի, որ տալիս է քեզ այդ զարգացման համար անհրաժեշտ։ Այդ ընթացքում թեկուզ որ դու ուտում ես կողքից, այդ կողքից կերածը կարող նպաստում է 6 ամսականից հետո արդեն լրացնում է մնացած բաները, բայց միևնույնն է այդքան դու չես կարողանա այտենց իդեալական այդ ամեն ինչ անես։ Երեխու ստամոքսը դեռևս փոքր է, ու ասենք, որ ճիշտ ամեն ինչ ճիշտ պետքա լինի, որպեսզի իր զարգացման համար ճիշտ լինի, ճիշտ քանակի։ Բայց 6 ամսեկանից հետո քանի որ երեխան արդեն կարա վիտամինները, կալցին, այդ ամեն ինչը ոնց որ վերցնի բան ուտելիքից, սովորական ուտելիքից ոչ թե կաթից, ինչով է որտեղ է գարանտիան, որ 6 ամսեկանից հետո մամայի կաթի մեջ մամայի ըստ կերածի կլինեն այդ նույն ոնց որ պետքական մասերը համեմատած սովորական ուտելիքի, այսինքն այդ դեպքում երևի մաման է, չէ, պետք է ասենք օրինակ միս պարտադիր օրական ուտի, կաթ խմի կամ չգիտեմ, ոնց որ նշանակում է ոնց որ այդ կաթը ոնց որ հենց այնպես բնությունից չի ունենում, չէ, այդ բոլորը ոնց որ մամայի սնունդից է Մամայի սնունդից չի, մամայի օրգանիզմից է, մամայի արյունից է, այն ինչ որ կա մեր արյան մեջ,
կաթը արտադրվում է հենց արյունից։ Բայց արյան մեջ է քո կերած սնունդից է գնում, չէ՞, պրոտեինը։ Հա, բայց այնց չի, որ քո ամեն օրվա ուտելու բանը ասենց ուղիղ ձևով գնում ազդում է դրա վրա, հասկանում եք, սա ընդհանուր առմամբ ավելի երկարատև։ Կրծքով կերակրելու մամաներին մենք խորհուրդ ենք տալիս ուտել օրական մոտ 400-ից 500, մանավանդ այն սկզբում, երբ որ ասենց ամբողջական երեխան կաթաստան, 400-ից 500 կալորիա ավելի շատ, հա, որտեղ այդ կրծքով կերակրումը այդքան տանում է օրական, պատկերացրեք, ու բայց ամեն դեպքում կրծքի կաթը վերցնում է լավագույն ինչ որ դու ունես։ Այսինքն դու էլի կարող ես օրինակ ուտել քո սովորականի նման, դու կարող ես օրինակ ուտել վատ սնունդ, այդ վատ սնունդով երեխային չես վնասի։ Ինքը քո լավերը կվերցնի, այդ վատ սնունդը քեզ կվնասի։ Հասկանում եք, մենք խորհուրդ ենք տալիս, որ օրինակ առողջ սնվի այդ մաման, բայց միայն օրինակ կրծքի կաթը կարող է մի քիչ պակասի ու մի քիչ պակաս բաներ ունենա մեջը, երբ որ մաման բանա թեր սնված է, այն որ տեսնում ենք բանում Աֆրիկայում շատ նիհար եւ այլն այդպես մարդկանց երբեմն նկարներ, հա, երբ որ իրանք ունեն սննդի խնդիր ու այդ վիճակում են, այդ ժամանակ կարող է նույնիսկ այդ ժամանակ ես վերջերս մի հատ պատմություն կարդացի, որ ասենց լրիվ ապշել էի մի Սիրիայում մի մայրիկ հայ մամա այնց անապատներով փախել էր ինչ-որ ջարդերի ժամանակ, իր ամուսնուն սպանել էին աչքի առաջ, ինքը փախել էր զույգ բալիկներ իր վրա կապած, ինքը անցել էր 400 կիլոմետրից ավել, եթե չեմ սխալվում, քայլելով այդ անապատում ոտքերը ահավոր վիճակում ինչեր են եղել, ինքը ճանապարհին հազիվ ուտելիք գտել, ոնց որ ամենասկզբում ինչ որ քանակ ունեցել, վերջացել է, հետո օազիսա հասել, ինչ որ արմատներ, բաներ ա գտել, կերել, զույգ բալիկների կրծքով կերակրել է, ու այդ բալիկները այնքան ավելի լավ վիճակում են վերջում եղել, քան ինքն է եղել։ Դուք պատկերացնում եք, այսինքն ոնց է հնարավոր, մեր վերջին ուժերով էլ մենք կարող ենք կերակրել, էլի այդտենց իրանք ստանում են լավագույնը։ Իմ բժշկը դեռ հղիության ժամանակ ասում էր երեխաները պարազիտ են, ինքը քեզանից ինչ ուզենա վերցնելի է, դու ինչ ունես, ինքը քեզ վերցնելի է, մի կրծքով կերակրելու ժամանակ էլ շարունակվում է, բայց ամեն դեպքում ասենք առողջ մարդիկ մենք ունենք նորմալ ռեսուրս, դրա համար ասում եմ, մեր օրվա կերածից կախված չի, մեր այդ օրվա կրծքի կաթը ոնց կլինի, բայց դա չի նշանակում, որ կրծքի կաթը չի փոխվում է։ Հրան, իսկ քանակի առումով այդ սովետական որ պրանիկ կերպ, չգիտեմ ինչ, այդ իսկապես կապ ունի կաթի քանակի հետ։ Բացարձակ պրանիկի մասին մենք հոդված ունենք, ու նման ձևի ուտելիքների, չէ, ընդհանրապես այդ կապ չունի, չկա տենց սնունդ, չկա ապացույց որևէ սննդի, որ այդ ինչ որ ձևով կաթը ավելացնում, կաթը ստեղծվում է պահանջարկ առաջարկ սկզբունքով, այսինքն երեխան որքան պահանջ ունի, որքան ինքը ծծում է, այդքան կաթ է արտադրվում։ Այդ երևի 2 շաբաթ հետո, չէ, որովհետև որ ծնվում է, մի տեսակ ոնց որ բնությունից է որոշում, այդ առաջի օրերին ինչքան կաթ կա։ Լավ հարց ես տալիս շատ, մի քիչ ավելի կարող եմ խորանալ այդ առումով։ Մենք ունենք հորմոններ, այդ հորմոններով պայմանավորված է նաև այդ արտադրվում։ Մենք արդեն ունենք այն հորմոնը, որը որ կաթ է արտադրվում եւ հղիության ընթացքում մենք զգում ենք, ինչ որ տարբերություն կրծքերի մեջ, այդ ժամանակ արդեն սկսում է կաթ արտադրվել մոտավորապես այնպես մեջտեղից 20-23 շաբաթականից, մոտավորապես մենք արդեն ի վիճակի ենք կաթ ունենալ, երբ որ երեխա ենք ունենում, այսինքն եթե երեխան նույնիսկ շատ շուտ ծնվի, մենք կարող ենք այդ կաթը ունենալ, հա։ Երբ որ երեխան ծնվում է, այդ ամենասկզբում այն մյուս հորմոնն էլ է լինում, որը որ հոսք է ապահովում, որտեղ այդ սկզբում ունենք, բայց դեռևս չի հոսում, կարիք չկա այդ հոսքի։ Հենց ծնվելուց հետո պլացենտան երբ որ դուրս է գալիս, ընկերքը երբ որ դուրս է գալիս, ասես միանգամից մեզ մոտ այդ հորմոնները ասես փոխվում են, բան են ելնում ու այդ հոսքը արդեն հնարավոր է ապահովի, բայց սկզբում դեռևս այդ առաջի 1-2 շաբաթվա ընթացքում մենք հորմոններով ավելի շատ ենք արտադրում այդ կաթը այն իմաստով, որ դեռևս բալիկը սովորում է ուտել, ինքը դեռևս այնքան արդյունավետ չի ուտում։ Դրանից հետո արդեն վերջ, արդեն ասենց գրաֆ կա մի հատ, որ ասենց բարձր է լինում, հետո ասենց իջնում է, արդեն ներքևը կա ինքը, բայց այդքան մեծ չի արդեն, դրանից կախված չի արդեն մեր բանը, կախված է պահանջարկ առաջարկ բանից, այսինքն երեխաները կարող են ուտել մի քիչ տարբեր։ Իմ առաջի բալիկն ու երկրորդ բալիկը ես լավ գիտեմ իրանք ինչքան են կերել, որովհետև ես աշխատել եմ։ Առաջի բալիկի ժամանակ 4 ամսականից գնացել եմ աշխատելու, երկրորդի 5.5 ամսականից ու աշխատավայրումս եմ գտել, որտեղ օրենք կա, որ իրավունք ունենք մենք աշխատավայրում անել ու այդ կաթը բերել մատերժուրնա, չէ՞ կոչվում հրա։ Ինչ
Mother's room. Հա, մեզ մոտ բան կար, կոնֆերանս սենյակն էին փակել տենց բաներով, մենք դա էինք օգտագործում, իրանք պետք է ինչ-որ մի սենյակ ձեզ ապահովեն պարտադիր, բայց Ամերիկան տենց օրենք կա։ Տեղափոխվեցինք ուրիշ օֆիս, այնտեղ արդեն առանձին հենց mother's room կար, որտեղ սառնարան կար, որտեղ բան կար, որ նույնիսկ այդ կաթը կարող ես դնել այդտեղ, բայց ուրիշ ձևեր էլ կան, ես իմ պայուսակի մեջ տարբերակներ ունեի, ոնց որ լանչի նման տենց բաներով, սառույցի բաներով կարողանում ես պահել, բերել տուն, սառնան դնել կամ սառցախցիկ դնել, սառացնել երեխային կերակրել։ Մի խոսքով այդտենց ես իրանց դեպքում օրինակ գիտեմ իրանք ինչքան էին ուտում։ Իմ առաջի բալիկը ուտում էր մոտ 900-ից 950 միլի 24 ժամվա մեջ, երկրորդ բալիկս ուտում էր 650 միլի։ Որ տարիքում։ Մինչև 6 ամսականը, երբ որ բայց ասենց ասեմ, նույնիսկ 6 ամսականից հետո, երբ որ իրանք սկսում են հավելյալ ուտել, այդ առաջ սկզբնական ժամանակներում իրանք դեռ նորմալ չեն մարսում, իրանք դեռ սովորում են այդ հավելյալ սնունդը մարսել, սովորում են այդ համերին, համարյա մինչև 9 ամսական կրծքի կաթի քանակը չի պակասում, պատկերացրեցիք, ոնց որ այդ ընթացքում երեխան էլի նույն քանակով ուտում է կրծքի կաթ, այդ մյուսը հենց հավելյալ է, ոչ թե փոխարինողը, այլ հավելյալ է, պատկերացրեցիք, ընդհանրապես շատ կարևոր է ըստ պահանջի կերակրել երեխաներին, երբ որ մանավանդ իրանք անձամբ ուտում են, մինչև 1-1.5 տարեկան, բայց ասում եմ, տեսեք, քանակների տարբերություն կա։ Այդ նշանակում է, ես չեմ արտադրում կոնկրետ 900 միլի կաթ, հասկանում եք, որտեղ այդ դեպքում, եթե երկրորդ բալիկս ուտի 650, ավել բան ամեն ու դա վատ է օրգանիզմին։ Հրան, իսկ շատ տեսական կարդացել եմ հոդվածներ, որ կթիչը դանդաղացնում է ու արդեն կտրում է կաթը, քո կարծիքով կա տենց բան, որ եթե կթես ոնց որ ժամանակի ընթացքում կվերջանա։ Չէ, ամենալավ մեթոդը այդ կաթը դատարկելու երեխան է։ Երեխայի լավ տենց համակարգ չկա ընդհանուր առմամբ։ Կթիչը որևէ ձև չի կարող պայքարել այն ձևով, այն նրա դեմ ինչ որ երեխան է ուտում, լավ բռնող, լավ ուտող երեխան։ Բայց կթիչները կարող են լինել փոխարինող, ուղղակի պետքա լինի ճիշտ կթիչ, նախ այնքան շատ են տարբերակները եւ այլն, կան ձեռքի կթիչներ, կան էլեկտրական կթիչներ երկկողմանի եւ այլն, մի խոսքով այդտեղ, բայց բացի այն, որ պետքա լավ կթիչ լինի, այնպես նորմալ համեմատաբար, նույնիսկ գոյություն ունեն հիվանդանոցային կթիչներ, որոնք որ շատ մամաներ օգտագործում են, հա, այդ մամաները ովքեր հիվանդանոցում են գտնվում, ու դա տենց կարելի է էլի բանանել մեկից մեկին փոխանցել եւ այլն, եւ այդ կթիչների կարևոր մասը այն է, որ ճիշտ լինի, չափերը ճիշտ լինեն։ Չափերի խնդիր կա, որ շատերը տեղյակ չեն դրանից։ Եթե չափը սխալ եղավ, այն որ քո կրծքին դրվում է, այդ մասը, որովհետեւ միլիմետրերի տարբերություն կա, տենց 15 միլիմետրից մինչև 27-28 միլիմետր եւ այլն։ Այդ եթե սխալ է դրած քո վրա, ուրեմն չի լինի։ Հրան, իսկ վերքերի բաների համար, որտեղ կթերու ժամանակ առաջանում են վերքեր, այդ վերքերի համար կան դեղեր, չէ, որ օրինակ ստեղ Հայաստանում էլ ապտեկաներում վաճառում են ինքը կրեմի նման բան է, որ ասում է եթե քսես ու տենց կարող ես երեխային կերակրել, պետք չի, ոնց որ դու դեմ ես դրանց, թե ավելի լավ է տենց, քան թե որ դադարեն կերակրելը։ Ու չէ, ամեն ինչ ավելի լավ է, քան չդադարացնեն կերակրելը։ Հաստատ, բայց լանոլինն է։ Լանոլին 100%-անոց լանոլինը ապացուցված մեթոդ է, դա եթե ճիշտ եմ հիշում, մոռացա ասեմ, մեր մասնագետներին երբ որ նշում էի, մենք ունենք տեղագետեր ու հենց հատկապես մեր մի տեղագետը Մարիամ Ղազանչյան բանից, Բելգիայից, ինքը այնքան բաներ ա մեզ սովորացրել, որ էլ ասելու չի, համ որպես տեղագետ, համ որպես մնացած բաներ, ասենք քնի հարցերում է շատ ինքը մասնագիտական ու հենց կրծքով կերակրելու հարցում, հա, եթե ճիշտ եմ հիշում իր բացատրելուց ոչխարի ճարպի ինչ որ մասա կազմում է լանոլինը, ու շատ արագ բան է լինում, երեխայի ստամոքսում դա բան է լինում, տենց մարսվում է, մի խոսքով ընդհանրապես խնդիր չի, լանոլինը հաստատ են ապացուցված միջոցն է, որը որ կարելի է, բայց շուկայում կան այդպես տեղատներում կան նաև ուրիշ շատ մեթոդներ, միջոցներ, որ
վրա գրած է կարելի է օգտագործել ու չմաքրել, բայց ցավոք սրտի դրանց համար ապացույց չկա։ Այսինքն այնպես չի, ես որ ասեմ երեխեն ուտի, հաստատ իր հետ ինչ-որ վատ բան կլինի, որովհետև մենք այդ ապացույցը, բայց նաև չունենք, որ իրան բան չի լինի, էլի, ասենք, այդ բան լինելը չենք ասում, թունավորման մասին չենք խոսում, բայց ինչ-որ մի բան է, ինչ-որ մի բան, որ իրան անհրաժեշտ չի, իր օրգանիզմ գնում է, երեխան պիտի ուրիշ բան չուտի, էլ չեմ ասում, մարդիկը, ասենք, ճաքերի համար մեղր են քսում, որ մեղրը հաստատ գիտենք, որ մինչև 1 տարեկան ընդհանրապես չի կարելի բոտոլի վտանգ կա եւ այլն բան, էլի, ասենք, ժամանակ մեր ծնողները չեն իմացել, ծծակները մանմեղրաջրի մեջ տվել են եւ այլն, տենց ռիսկ է դա, բայց դա չի նշանակում, որ տենց էլի երեխան այդ պահին կթունավորվի, ուղղակի դրանով բարակվելու ռիսկ է, որովհետեւ կարող են մահանալ, բայց ասում եմ, լանոլինը 100%-անոց Դրան ջան, կներես որ ընդհատեմ, պրոստը այնքան շատ են հետաքրքիր հարցեր։ Գիտեմ, որ կան օրինակ սառցարանում պահելու հատուկ տարաներ, որ կթելուց հետո, եթե շատ է կաթը, կարող ես դնել սառնարանը, ձեր խորհուրդը քանի ամիս կարելի է պահել սա ճիշտ ասած անգլերեն գիտեմ freezer, ռուսերեն խոլոդ, հայերեն չգիտեմ այդ մասը խալադինիկի, ինչքան ժամանակ կարելի է պահել ու հանել, գոլացնել տան։ Նախ իսկապես շատ լավ բաներ կան, ասես տոպրակներ կան, որոնց մեջ որ կարելի է կրծքի կաթը լցնել, եթե մի քանի անգամ վայա պարտադիր չէ տոպրակները առնել, ամենալավը կլինի ինչ-որ ապակու տարայի մեջ, եթե հնարավոր է այտենց պահել, բայց եթե երկարատև է լինելու, օրինակ ես որ գիտեի պետք է աշխատեմ, ես նախորոք օրը ընդամենը 1 անգամ ավել կթելով, ես կարողացել էի ահագին հավաքել, ունենց արագ է հավաքում, որ հավատեք չի գալիս, սառնանում տեղ չի, ծածաղծիկում տեղ չի լինում, քիչ չեն են մամաները, այդ մամաները ովքեր որ ուզում են ունենալ ինչ-որ քանակ, որ իրանք առանձին սառցախցիկ են առնում դրա համար, ու այդպես պետք է եթե բայց ճիշտ ձևով եթե անում ես, ավելի լավ է դասավորվում, ջերմաստիճանից է կախված, եթե հիմա միացած ուղեղից մեջ մի հատ արագ բան անեմ, որ Celsius-ի ու Fahrenheit-ի տարբերությունը -18 աստիճան Celsius-ով այդ դեպքում դա խորը սառեցման բան է, դա հնարավոր է կաթը կարելի է պահել 3-ից 6 ամսվա ընթացքում։ Այսինքն էլի ապահով է, բայց արդեն ընդ բաներ կորցնում է իր մեջ։ Հիմնականում դրանից հետո էլ հնարավոր է դեռ էլի լավ լինի կաթը, բայց ամեն դեպքում ապահովության համար ասում ենք 3-ից 6 ամիս, իսկ խորը սառեցման դեպքում, որ -20 աստիճան Celsius է, մինչև 6-ից մինչև 12 ամիս կարելի է պահել։ Հրան մեկը գիտես ինչ էի մի անգամ կարդացել, որ Սան Ֆրանցիսկոյում մի հատ ստարտափ կար, տենց նոր կամպանիա, որը որ հավաքում էր այն մայրերից, որոնք ունեն հավելյալ կաթ, ու հետո ոնց որ դու կարող էիր իրանցից գնեիր ու քեզ առաքեին ոնց որ ուրիշ մամայի կթած կաթը Ճիշտ ասած, այնքան հարցեր իմ մոտ առաջացավ, համար առաջին պարզա վստահության։ Ինչ գիտես, նավանդ Ամերիկայում այդ մաման չի ծխել այդ ընթացքում, չի խմել եւ այլն, կամ ասենք պահելու հարցը եւ այլն, չգիտեմ, ինչքան էքստրիմ կարելի է գնալ։ Էլի շատ լավ բաներ կարող եմ ասել, ուրեմն Ամերիկայում, օրինակ Հայաստանում չունենք, ու մենք շատ ուզում ենք որ լինի, գոյություն ունեն կաթի բանկեր, ու շատ երկրներում կան կաթի բանկեր։ Այդ կաթի բանկեր այն մայրիկներ, ովքեր որ ունեն շատ կաթ ու իրանք ուզում են կթել, որովհետև երբ որ ունես ավել կաթ, դու կարող ես նցանել, որ պակասի ձևեր կան, բայց նաև հնարավորություն ունես ավելի շատ կթելու ու հանձնելու այդ կաթերը, ուղղակի process-ները իմանալ եւ այլն, վերջը հանձնում են կաթի բանկ եւ իրանք արդեն այնտեղ անում են համապատասխան բաները, որպեսզի այդ կաթը լինի ապահով, հա? Ու դրանից հետո հիվանդանոցներում երբեմն իրանք առաջարկում են նորածիններին, հատկապես օրինակ վաղաժամ ծնված անհասիկ երեխաների դեպքում եւ այլն, հնարավոր է այդ հիվանդանոցը առաջարկի դոնորական կաթ, հա? Ու տենց այդ երեխաներին տալիս են, այդ դեպքում այդ ապահովության ոնց որ չենք կասկածում էլի այդ կաթի համար, բայց տենց ուղղակի վերցնելու դեպքում
Եթե ինչ-որ մեկին գիտի կամ ինչ-որ վստահելի բան կա, ամեն դեպքում, եթե ինչ-որ մի կաթը վերցնում ենք, օրինակ ձև կա պաստերիզացնելու։ Եթե բաման պահում է ճիշտ, այսինքն ինչ-որ ջերմաստիճանի է հասցնում, պետք է ինչ-որ ժամանակ պահել եւ այլն, ամեն դեպքում դա մի քիչ ուշադրության հարց այդտեղ կա, բայց հնարավոր է այդ անել։ Այսինքն էլի օրինակ Հայաստանում էլ լինում են դեպքեր, մեզ մոտ մի շատ լավ բժիշկ կա սրտաբան, ով որ երբեմն գալիս է ու ասում է կաթա պետք ու այտենց կարողանում է ինքը կաթ վերցնի ու տանի, որովհետեւ էլի երեխաների այտենց կյանքի հարց է լինում, հասկանում եք։ Հա, այդ ասում եմ, օրինակ անհասիկների դեպքում, այտենց սրտի հիվանդություն ունեցողների դեպքում իսկապես կարող է կերակրախառնուրդը այդ երեխաներին չանցկացնի, էլի այդ բանի միջով հասկանում եք։ Ու շատ կարևոր է կրծքի կաթը ու մամաներն էլ երբ որ չունեն այդ ինֆորմացիան, հետո այդ ստրեսի մեջ չեն կարողանում սովորեն ձևերը, որովհետև եթե երեխան էլ օրինակ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժնում, մայրիկը հնարավոր է էլի որ գտի այդ կաթը տանի, բայց էլի լինում են դեպքեր, որտեղ չի ստացվում, ու այդ դոնորական կաթը շատ կարևոր կարող է լինել այդ երեխաների համար։ Վերջը Բայց, ես էլ մի բան ասեմ, որտեղ ես բացի իմ սերտիֆիկատից վերջի 3 տարիներին այս տարի եմ գրանցվել, հեսա մարտի վերջից սկսում եմ կոնֆերանսների եմ մասնակցում, որտեղ ինձ շատ հետաքրքիր է ասում եմ, ու ինձ նախ հետաքրքիր է լինել այդ մասնակիցների մեջ, ու հետաքրքիր է թե ինչ նորություններ կա, ինչեր են ասում եւ այլն բան էլի, այտենց ինձ շատ դուր է գալիս։ Ու մեր կոնֆերանսների ժամանակ հիշեցի, որ ասում էին, որ երբ որ տեսնում եք այդպիսի տեղեր, ովքեր որ վաճառում են, այդ արդեն լավ չի։ Երբ որ նվիրում են, հասկանում եք, երբ որ նվիրում են, այդտեղ կարող է ավելի շատ այդ վստահության հարցը, չէ՞ որ այդ մարդը չի համարը այդ անում, այդ գործը անում, ինչ-որ մի հատ աշխատանք է անում։ Երբ որ ինքը անում է գումարի համար, երբ որ անում է որ գումար ինքը ստանա դրանից, այդտեղ արդեն ինքան խարդախություններ են տեսնում, որ էլ ասելու չի, որտեղ օրինակ, թեկուզ բարակից չլինի կոծած տարբերակները չլինեն ծախախոտու բան, բայց նույնիսկ այդ որ ասեն կարող է ուղղակի ջրով բացած լինի, որ արդեն այն օգտակարություն ունի ու լրիվ սխալ բան ստանա։ Հրան, մի հատ էլ տենց ամոթ հարց եմ ուզում տամ, շատ մամաներ կա, լսել եմ նավանդ Ամերիկայում ասում են, չեմ ուզում կերակրեմ, որովհետև չեմ ուզում որ տեսքը փոխվի, կա տենց բան, թե вообще կապ չունի։ Մի քիչ կա, այդ մի քիչ բացատրեմ անատոմիան ոնց է լինում, մեր կուրծքը որ կա, մեջ ճարպային մասեր կան ու կրծքով կերակրելու ընթացքում այդ որ ասում փոփոխություններ են լինում, գեղձերն են, ասենց ավելի այդ տեղը գրավում, այդ ճարպերը մի քիչ ավելի պակասում են։ Այն պահին, երբ որ մենք վերջացնում ենք կրծքով կերակրում, ամենասկզբում sense մի քիչ ավելի լցվում եւ այլն բան չէ, բայց այդ վերջում նայած թե երբ են ինչքան ենք կերակրում, մանավանդ երբ որ աստիճանաբար ենք դադարացնում, որը որ դադարացնելու ամենաճիշտ ձևն է, որտեղ ասես միանգամից դեռ շատ լուրջ խնդիրներ կարող են լինել։ Վերջը վերջում երբ որ տենց դադարացնում ենք, արդեն վերջ այդ երեխան չի ուտում, այդ առաջի մի 2-3 ամսվա մեջ sense կարող է տեսքը ավելի վատ լինի, էլի այսպես ասած, բայց այդ ընթացքում այդ ճարպերը սկսում են վերականգնվել, հասկանում եք, այդ ճարպերը տեղը գալիս են ու լցվում են։ Այսինքն ավելի լավ է լինում, հիմնականում մամաները շատ վախենում են այդ ավարտելուց հետո, էլի այդ շրջանում, բայց մամաներ կան, որ ասում են ընդհանրապես խնդիր չկա, իմը լրիվ վերադարձել է նախկին վիճակին, դա էլ արդեն գալիս է մեր մաշկի առանձնահատկություններից, առանցքականությունից, ընթացքում ինչքանով են հագուստը ոնց է եղել, որ տենց պահող է եղել եւ այլն այդպես։ Այնց որ եթե այդ բաները պահպանվի ու մայրիկի մոտ էլ տենց նորմալ լինի, հիմնականում տենց խնդիր կարող է չլինի, բայց դե ամեն դեպքում կան այդ դեպքեր։ Հետ էլ արդեն դեռ հետո անում։ Ու իսկապես ճիշտն ասած ամեն մարդ իր երեխան, ինքը իր կարծիքը, ինքը իր կյանքը, իր նախարարությունը, ոչ մի այստեղ բան չենք անում, ասում, որ սենց է ճիշտ կամ նենց է ճիշտ, բժշկական տեսանկյունն ենք ասում, որ բժշկական տեսանկյունից ճիշտ է կերակրելը։ Այդ գիտեք բանա Ես այս որ ինչ որ դասընթացներ էի անցնում, բան մի դասընթացներ շատ հետաքրքիր, որ պատմություններ անդրադառնում, երբ որ էսել են իմանում մարդիկ, էտել են հասկանում։ Օրինակ կերակրախառնուրդը ինչի մենք ունենք կերակրախառնուրդ, որտեղից է եկել այդ,
Այն ժամանակ, երբ որ երեխան ծնվել է, շատ դեպքեր ունենք, որ մայրիկները օրինակ մահացել են ծննդաբերության ժամանակ, 10-րդ երեխան ունեցել են ու մահացել են։ Շատ ավելի տենց ռիսկային ֆակտոր է եղել ծննդաբերությունը, բժիշկները այդքան շատ չեն կարողացել օգնել, հիմա ավելի շատ են կարողանում։ Վերջը ու օրինակ այդ երեխան ինչ պետք է անի, ուզում են այդ երեխային պահեն, հա, չեմ ասում, էլ հարուստներ, էլ թագավորների բան, ինչքան իրանց մոտ էլ չկան այդ ձևի դեպքեր, նախ երբ որ կարդում եք պատմությունից կան դեպքեր, որ ուղղակի ինչ որ մի կրքով կերակրող կին է գալիս ու սկսում է կերակրել այդ բալիկին, հա, նույնիսկ թագուհիների պատմության մեջ բան, այնպես օրինակ ռոմանովների պատմության մեջ եմ հիշում, որ կա որ այդ թագուհիները իրանք չեն կերակրում, իրանք հանձնում են այդ մյուս կերակրող ոնց որ դայակներ են լինում, հա, հա, այդ ձևի դեպքեր են եղել, բայց այն դեպքերում, երբ որ չկա այդ հնարավորությունն էլ չկա, որ ինչ որ մեկը կերակրի այդ բալիկին, տվել են կենթանական կաթեր, այծի կաթ, կովի կաթ եւ այլն բան հասկանում եք, իսկ դա լուրջ խնդիրներ է առաջացնում։ Մեր տարիքին էլ մեր ծնողների սերունդը ցավոք սրտի այդ բանը այդքան չի ունեցել, էլի այդքան չեն իրանց օգնել ու կրթել այդ հարցերում, դրա համար էլի եղել է որ տվել են։ Հիմա այստեղ օրինակ շատ ավելի խիստ է բժիշկների կողմից, մինչև 1 տարեկան չի կարելի երեխային տաս մեծ քանակով կաթ տալ։ Մեծ անցականից հետո կարելի է ինչ որ ուտելիքի մեջ օգտագործել էփել կամ չգիտեմ ինչ քանակով։ Հրան իսկ ֆորմուլաներից ո՞րն ես դու խորտ տալի։ Հայաստանում է, Ամերիկայում է, եթե Չեմ կարող ասել այդ ընդհանրապես իմ բանը չի, բայց մի հատ որ թույլ տաս այդ շարունակեմ, կերակրախառնություն չի առաջացել, որովհետև այդ կենթանական կաթեր տալուց որ տեսնում են, որ ինչքան խնդիրներ են այդ երեխաները ունենում, ինչքան մահացություններ են լինում նրանց միջև, ստեղծվել է մի հատ դες փոխարինող, ոնց որ արհեստական փոխարինող է ստեղծվել, բայց փաստորեն տեսեք, սա ստեղծվել է ոնց որ այն նրա համար, որ այդ երեխաները չմահանան, այդ երեխաների համար, որտեղ մինչև այն մյուս երեխաները խնդիր չեն ունեցել։ Մարդկությունը այսքան որ եկել է հասել այսօրվա, նրա արդյունքում է, որ այդ մամաները իրենց կրծքի կաթով կերակրել են այդ երեխաներին, էլի, բայց հետո այս ֆիրմաները այնքան խելացի են եղել, այնքան այնպիսի բիզնես արշավներ են արել, այնպիսի մարքեթինգային բաներ, օրինակ Nestlé-ն ժամանակին այնպես բաներ արել Աֆրիկայում, ասենք գնացել են անվճար մի շաբաթվա բան են տվել, կերակրախառնություն են տվել մամային ու ասել են, որ դուք լավ ուտելիք չունեք, ձեր կաթը լավը չի, էս տվեք, որպեսզի երեխան ավելի ուժեղ լինի, բան, այսպեսի պաստառներ կան, բան, ու ասենք այդ մաման մի շաբաթ տալիս է, հետո տեսնում է այլ ինքը կաթ չունի, ու վերջ արդեն սկսում է առնել, հասկանում եք, արդեն ընկնում է այդ ցիկլի մեջ, ու հետո էլ չեն ունենում այդքան գումար, որ առնեն, երբեմն տենց առնում են ջուր են մեջ լցնում, բան, դրա համար կան էլի այդպեսի տենց նիհար մարդիկ, այսինքն որ մարդիկ հասկանան այդ կերակրախառնությունը ինչի է ստեղծվել, ինչ է եղել, այնց որ փոխարինող չի, բայց եթե այն վիճակն է, որ իսկապես հնարավոր չի, այդ դեպքում այդպես փոխարինող է լինում։ Բայց տեսակ չեմ կարող ասել անկեղծ ասած, գիտեմ, որ օրինակ այնց ինչ-որ տեսակներ կա, որ շատ հազվադեպ հիվանդություններ կան, շատ հազվադեպ, օրինակ եթե երեխան ունենում է լիարդի այնպիսի բանի պակասություն, էնզայմի պակասություն, որ ինքը չի կարողանում մարսի, չի կարողանում տրոհի, կաթի, լակտոզը եւ այլն, օրինակ այդ դեպքում իր համար կա ինչ-որ առանձին բան կերակրախառնուրդ, որ այնպես անեղ սոյայի հիմքի վրա կա եւ այլն ինչ-որ ուրիշ բաներ կան, այդպիսի բաներ կան, բայց դրանք քան հազվադեպ հանդիպող դրանք կոնկրետ, ասենք, հիվանդություն ունեցող ինչ-որ մի բանի դեպքում է հասկանում եք, կամ կարող է դա լինի նույնիսկ մասնակի, այսինքն այդ լիարդը մասնակի այդ գործը անում է, բայց ամբողջական չի կարողանում անի եւ այլն, այտենց, բայց չգիտեմ, ասում եմ, գիտեմ, որ կան ինչ-որ լավ որակի եւ ոչ այդքան լավ որակի, բայց չգիտեմ կոնկրետ որոնք ինչ ձև են, ամեն դեպքում մենք պայքարում ենք դրա համար, որ դա չնի։ Հենան ջան, եթե մարդիկ կլինեն այս ոդքասթը լսելուց հետո, որ կուզենան քո հետ համագործակցել, ինչպես կարող են կապնվել քո հետ։ Երևի email-ս կարող եմ ասել, այսպես։ Կարանք կոմենտներում քո email-ը դնենք, YouTube-ի կոմենտներում, որովհետև ես ասեմ, որ կոնկրետ օրինակ ես միանշանակ շատ երջանիկ կլինեի, որ իմ երեխաներն ունենալուց հետո քո նման մասնագետ կոնսուլտացիա գունեն, այդ հնարավորությունը ունենայի։ Ամերիկայում շատ վատ է վիճակը, կխոսես դրա մասին, չնայած կարող եմ ես իմը կիսվեմ,
Հա, հիվանդանոցում այդ 2 օրվա մեջ, որ երեխան ծնվել է, գալիս են ինչ-որ մասնագետներ, դե դու էլ խառն ես, չես հասկանում ով է, ինչ է եւ այլն, գալիս են, տենց փորձում են, որ օգնեն, ինչ ասենք տարբեր կթիչ եւ ամեն ինչ բերում են, ինչ պետքն է, ասում ես, բերում են բան, բայց մի տեսակ չկա այնց զգացում, որ հիվանդանոցում քեզ խրախուսում են, որ դու կերակրես, ոնց որ ավելի սենց դե մաման ուզում է, չի ուզում, ոնց որ տենց չկա կուլտուրա, որ հիվանդանոցում ամեն ինչ փորձ են անեն, որ մաման կարողանա կերակրի, ոնց որ ավելի շատ դու ես հրահրող ուժը։ Հետո 2 օրից հետո, որ գալիս ես տուն, իրանք ինձ կարծեմ տենց ինչ-որ բան էին տվել, բուկլետի նման, որ եթե խնդիրներ լինի, զանգի, ու ես նենց հիշում եմ, զանգում էի, ոչ մեկ պատասխանում էր, ոչ հետ էր զանգում, ոչ չգիտեի դելա, որ զանգեմ մեկա, ասենք խոսամ բանավոր, ինձ պետք էր կոնկրետ, որ գային ինձ օգնեին ֆիզիկապես տարբեր հարցերում, ու շատ տխուր վիճակ էր, ասենք, եթե մի քիչ շուտ հանձնվող մաման ես Ամերիկայում, ես իսկապես տեսնում եմ, որ հնարավոր է, որ թողես ու ասես արշիշը, վсё։ Մի քիչ կասես, օրինակ, դու քո փորձը ու հիմա որ դու արդեն կաս հայկական համայնքում, ոնց կարող է այդ process-ը փոխվի։ Հա, այդ բաներ հիշեցի, որ ես իմ ամենատենց սիրած բաներից մեկն է նաև, որ ես աշխատում եմ հայ համայնքի հետ ու այսքան Հայաստանի մամաների հետ, որտեղ այդ ոնց որ իմ սրտի բանն է, որ ես ինչ-որ մի բան անում եմ, որ այստեղ եմ, չնայած որ այդպես ստացել, բայց շատ մեծ հաճիկով ամեն դեպքում կապրեի Հայաստանում, որտեղ այնտեղ sense լրիվ ինքս, լրիվ ես եմ, էլի լրիվ ես զգում եմ, որ ամբողջական եմ։ Տենց բայց այս են տարբերակն է, որով որ ինչ-որ բան հետ եմ տալիս, հա, ու օգտագործելով են գիտելիքները բան, որ ստանում եմ։ Ընդհանրապես հիմնականում ոնց որ դու պատմեցիր, շատ հիվանդանոցներում այդպես է վիճակը, շատ ծննդատներում, ցավոք սրտի, գլխավոր նպատակը լինում է այն, որ երեխան քաշ հավաքի, որովհետև իրենք դրանով կարողանում են երեխային դուրս գրեն ու ասեն, որ ընդհանուր առողջ է երեխան, հա։ Կամ դուրս գրելուց հետո, երբ որ գնում ես էլի բժշկի ստուգումների եւ այլն, այդ պայքարը շատ անգամ իսկապես մնում է մամայի ձեռքը, բայց ես տարբերություն մի քիչ տեսնում եմ, իմ իսկապես բախտը բերել է, ես ոնց որ ասեցի առաջի բալիկիս ունենալուց, ասենց կար մի բուժքույր այնտեղ հիվանդանոցում, ես վերդուկովազում եմ ունեցել, ու հայ բժշկուհի էր ինքը Արսինեն, ու տենց ինքը ասաց, սենց են կանում, նենց են կանում, այնտեղ մարդիկ կային սպասող, որ ուզում էին մտնել երեխային տեսնել բան, ես ասացի դե լավ, ոչինչ, տենց հանենք, մտածում էի, ոնց որ ավելի այդ սոցիալական մասները տեղ ինձ հետաքրքիր եւ այլն, ինքը ասում էր, չէ, կարեւոր է որ դու հիմա երեխային կերակրես, ու մի ժամ այնտեղ ասեք, որ սպասի, ամուսինս ասաց հա կգնամ կասեմ, ես մի ժամ այդքան պիտի տևի ու ես իսկապես հետո այնց ամեն կերակրման այդ սեսիան համարյա մի ժամ էր տևում, այնց մի կողմը, հետո երեխուն փոխել, հետո մյուս կողմը եւ այլն, այնց ավելի երկար էր, քան ես սպասում էի, պարտադիր չի կարող 20 րոպե լինի եւ այլն, բայց ամեն դեպքում երկու կողմն էլ տալիս ենք։ Վերջը ու այդ սկիզբը, որ ամեն ինչ ճիշտ եղավ, օրինակ այդ մի ժամվա մեջ կերակրելը, այդ են պատուհանն է, որ երեխան արթուն է լինում, ինքը երբ որ ծնվում է, ինքը բավականին արթուն է, ու երբ որ օգտագործում, ինքը ռեֆլեքսներով է ծնվում, է ծծելու ռեֆլեքսներով է ծնվում։ Երբ որ ճիշտ այդ պահը կազմակերպում է ու օգտագործում ենք իր այդ ռեֆլեքսները, մենք շատ ավելի լավ սկիզբ ենք ունենում, առանց խնդիրների, առանց ցավերի եւ այլն բան, որ ցենց ուղղակի քեզ գցում է ընթացիկ բանի մեջ, հա, այլ ոչ մի բան պետք չի անել, ոչ մի կթից պետք չի, ոչ մի ժամ պետք չի, ընդհանրապես պետք չի իմանալ այդ երեխային քանի միլի կերավ եւ այլն։ Բայց ցավոք այո, հիվանդանոցներում այդպես պիտի բախտդ բերի, որ այդպեսի աշխատող լինի, քեզ այդպեսի աշխատող ընկնի, բայց ես ասեմ, առաջի բալիկի ժամանակ ինձ ոչ մի կսկո կերակրելու մասնակից չի եկել տեսնելու։ Երկրորդ եւ երրորդ բալիկների ժամանակ, ընդ որում տարբեր հիվանդանոցներում եմ ունեցել երրորդ բալիկից արդեն, ինձ եկել են ու տեսել են կսկո կերակրելու մասնակիցներ, IBCLC մասնակիցներ, բայց շատ հետաքրքիր է, որ իրանք համ գալիս էին ու ասում էին, որ ISS լավ բաներն է, համ դիրքիդ մեջ կարող այն ինչ-որ մի բան անեին, մանավանդ երկրորդ բալիկի ժամանակ դեռ այդ մասնակետը չէի, հա, սենց մի քիչ պահի տենց հարա եւ այլն,
բայց այդ դիրքերը շատ կարևոր են, էլի ոնց որ դիրքերը եթե ամեն ինչ կարողանում ես լավ անել, հետո շատ հարցեր ա լուծում, բայց այդ այգիները իրանք տալիս են ասես մի հատ տոպրակ, մի հատ փոքր տոպրակ, որի մեջ տարբեր գովազդներ ու բաներ են ու մեջը կերակրախառնուրդ։ Հասկանում եք, հենց այդ, այսինքն իրանք վճարվում էին բանի կողմից, հա, կերակրախառնուրդի կազմակերպությունների կողմից ու հենց այն որ դու այդ ունես արդեն քո տան մեջ դարակում դրած, քո վրա ազդում է։ Ես դա միշտ օրինակով եմ բերում շպարկական, չգիտեմ, հայերեն ոնց է, որ քննության ժամանակ երբ որ մոտեցնում են մեզ, չես կարող կենտրոնանալ, հա, կասկածում ես ինչ-որ բան, ասում ես մի հատ բացեմ, ստուգեմ, անընդհատ այդ մեջը տուտում է այդ ворթը, այդ տենց էլ մամաների մոտ, երբ որ իրանք խնդիրներ են ունեն, երբ որ գիշերը անընդհատ երեխան արթնանում է, իրանք չգիտեն այդ ոնց կազմակերպեն, բան, երբ որ վախեցնում են իրանք, որ կողքը չի կարելի քնել, բայց ապահով ձևի օրինակ կարելի է, եթե ապահով օրենքների հետևել եւ այլ։ Մի խոսքով, այսինքն ինչ որ շարք է ստեղծվում, sense այնտեղ ամուսինը ուզում է օգնի, ասում է դե լավ, արի բերենք տանք, ոչինչ ես կվճարեմ, որ դու մի մտածի, որ դա գումար է, ու քիչ գումար չի, է։ Ամիսը $500 ավել այդ նայած թե ինչ կերակրախառնուրդ եք ընտրում, դից կարող է մեծ թվեր լինեն, էլի։ Ու այդպես բերում ես տալիս ես, ասում ես հա դե լավ ես մի անգամ տամ ինչ կլինի, դե լավ ոնց որ լավ եղավ որ գիշերը մի անգամ տալիս ենք, արի սկսենք տալ, մեկ էլ տենց ընկնում ես ցիկլի մեջ, իսկ հենց սկսում ես կերակրախառնուրդ տալ, կերակրախառնուրդը ավելի երկար է մարսվում, իսկ կրծիկը ավելի շուտ է մարսվում ու կուրծքը սիմուլյացիա անելու համար որպեսզի շարունակվի կարդարտադրել, ավելի շուտ պետք է երեխան ուտի։ Երբ որ դուք կերակրախառնուրդ տվեցիր, ինքը ավելի երկար եղավ տենց կուշտ վիճակում, ոնց որ ես այդ համեմատում եմ խաշը ուտելուց հետո նոկաուտ վիճակի, հա, տենց մի քիչ ավելի լավ են քնում, մամաները ասում են, հենց ինքը լացում էր, ուրեմն սոված էր։ Հիմա տես լավ քնեց, ուրեմն բան, չէ, լավ չքնեց, ուղղակի երեխուն էներգիա պետք, որտեղ ավելի դժվար է դա մարսելը։ Ու այդ ժամանակ ավելի ուշ են ուտում իրանք, ինչքան ուշ են ուտում, այնքան սկսում է քչանալ, այնքան սկսում են իրանք կերակրախառնուրդը շատացնել, կրծքի կաթը քչանում է, ասես դառնում է ցիկը։ Բայց այդ մասնագետները ամեն դեպքում լավ է, որ այդ մասնագետները կան, ես իմ մամաներին ասում եմ, երբ որ խոսում եք ու իրանք դեռևս օրինակ լինում են հիվանդանոցում, ես իրենց ասում եմ կանչեք մասնագետի, հիմա այս պահին քեզ էլի թեկուզ եկել է ինքը ասել է գնացել ես, այդպես լավ չես հասկացել։ Մի հատ նորից չի, երբեմն կարելի է օրինակ ձայնագրել, ասենք ինքը ցույց է տալի, քեզ թվում է հասկացար, այնտես ստացվեց, մեկը ինքը գնում է, մեկը լավ չհասկացա, կարողանաս այդ կովիդուն նայել։ Հա, որովհետև այտենց ասենք, երբեմն մասնակցի շրջանում է ու լավ է ստացվում։ Ու տենց Հայաստանում էլ հիմա արդեն նախ օրենք դուրս եկավ Հայաստանում, որ ծննդատներում պետք է լինեն կրծքով կերակրող մասնագետներ, այդ շատ լավ նորություն էր։ Հիմա պետք է հասկանալ թե ոնց են դա ապահովելու, այսինքն որ իրանց աշխատողներից ինչ որ մեկին ուղարկելու են տրեյնինգի, որ իրանք կարողանան օգնել կրծքով կերակրելու հարցերում, թե չէ, բայց բացի օրենքը դե միշտ նաև կարևոր է տեսնել թե ոնց են հետևում, ոնց են իսկապես դա իրականացնում, հա, միայն օրենքը չի աշխատում, իսկապես այս պահի դրությամբ դեռևս շատ բան կախված է այդ մամայի գիտելիքներից, իր տենց ուժեղ կամքից, թե ինքը ոնց է, հենց երեք ես ունեի կոնսուլտացիա մի մամայի հետ ու ինքը տենց ասում էր, որ իրան այնքան էին ճնշում, Երևանից էր ինքը, ու իրան ասում են ինչքան էին ճնշում իրան հիվանդանոցում, որ իրան ասել են կամ ստորագրի, որ դու ասել էր ես ուզում եմ դուրս գալ, որտեղ ասում են ինձ չէին օգնում, մենակ գալիս էին ասում են կերակրախառնուրդ եւ այլն, ու ինքը ստորագրելա դուրս է եկել, ասում որովհետեւ ոչինչ չէին անում, ասում ես այդ կերակրախառնուրդի տեղը գիտեի, բայց ես ուզում էի փորձեի, ուզում էի ու ինձ ոչ մեկ չէր օգնում այդ կրծքով կերակրելու հարցում, ու ասում եմ ես տենց դուրս եկայի կատուն, բայց հետո երեխան թույլատրելի սահմանից 1% ավել բանա քաշա կորցրած եղել, գնացել են, ստուգել են ու այդ պահին սկսել են կերակրախառնուրդ տալ, ու ինքը իրան շատ վատ ազգացել, որ ինքը այդ պահին դուրս է եկել, ես ասում եմ ոչինչ, էլի կարելի է process-ը շարունակել, էլի հիմա որտեղ երեխան դեռևս մի շաբաթական էր, որ ինքը դիմեց, այսինքն դեռ նոր է ու ընդհանրապես հետո էլ խնդիր չկա։ Ուղղակի սկզբում նույնիսկ ավելի հեշտ է, էլի այդ վերականգնել այդ կրծքիկը, բայց օրինակ եմ էլի ուզում բերեմ, ասենք, տեսնեք թե ինչ էմոցիոնալ ինքը դարձավ այդ պահին, երբ որ ինքը պատմում էր, թե ինքը ոնց այդ բանը արեց ու հետո իրան մեղադրում էր, որ ինքը հիվանդանոցից դուրս եկավ, բայց ես իսկապես ինքը ճիշտ է ասում, իրան այնտեղ այդ պայդրությամբ չեն կարողացել։ Ախր
Հրան գիտես ոնց է հետ ծննդական վիճակում քան որ հորմոնալ խախտումներ են բան էքստրա էմոցիոնալ ես շատ մամաներ կան հոգեբանական տարբեր խնդիրներ են ունենում այդ ամեն ինչը միասին պլյուս որ դու արդեն դառնում ես որ երեխայի ծննդի աղբյուր իսկական շատ է like անգլերեն ասած it's too much Ճիշտ է։ Դրա համար ես այստեղ նաև մասնակցում եի ինչ որ հղիության ժամանակ, երրորդ հղիության ժամանակ ընդ որում ինչ որ դասընթացների ուղղակի ինձ հետաքրքիր էր օրինակ հիվանդանոցները առաջարկում են դասընթացների հղիության ժամանակ, հա։ Հիմնականում այդ դասընթացներին ասվում են, որ իրանց ամուսինները օրինակ հետ է լինեն։ Հենց այդպես է նախատեսված, երբ որ դու գումարը վճարում ես, ընդեր երկու հոգու մասնակցություն է լինում ու հիմնականում ասում, որովհետև դա էլ է շատ կարևոր, երբ որ քո կողքի մարդն էլ է տեղյակ, թե այդ process-ը ոնց է լինում, ասենք ոնց անենք, որ այս իրավիճակը շտկենք եւ այլն, շատ ավելի է օգնում դա, քան երբ որ դու այդ վիճակում ախր դու նոր ծննդաբերած մամա ես, նոր հղի էիր, հազիվ ծանր քայլող եւ այլն, բան հիմա ծննդաբերել ես, հերիք չի կամ ծննդաբերությունն ես անցել, որը որ էլի կարող է տարբեր դժվարություններով պետք է հիմա վերականգնվես, կամ կեսարյան ես, լրիվ վիրահատական process-ով ես անցել, ու տենց այդ պատկերացրեք, երբ որ մարդ վիրահատություն է անցնում, ոնց է, պարկացնում են, բերում են, խնամում են, թեյ են տալիս, բան, հիմա քեզ ասում են, այս երեխան վերցրու, ու դե գնա խնամի։ Հասկանում ես, ասես մի հատ լրիվ բան է, ոնց էլի դուք ինձ վստահում եք, ես այս երեխուն պետքա տանեմ, ու դες մարդ պետքա դարձնեմ, այսպես ասած, հա։ Որ չէ, ու այդ շատ վախացնող է ու շատ բան է, շատ դժվար է իսկապես այդ էմոցիաները, էլ այդ հիվանդանոցում օրինակ այդ ամեն պահի գալիս են, ասեն ստուգում են, ու այդ մամայի համար շատ դժվար է լինում այդ համ ինքը իրանով պետքա վերականգնվի, համ այդ երեխային խնամել, որովհետև լիքը բան է գալիս քո գլխին լցվում, որ դու չես պատկերացնում, ու այդքանով հանդերձ նաև պայքարել այդ ձևի բաների դեմ, որ ես կարող եմ, ես բան ու ցավոք սրտի, էս էլ է շատ հետաքրքիր, բանալի մեր կոնֆերանսներից մեկի ժամանակ էին ցույց տալիս, օրինակ ցույց էին տալի կապիկների, ինչ որ մի կապիկի օրինակ, որ գազանանոցում մեծացել էր ձագեր ունեցել ու ինքը չէր տեսել ուրիշ կապիկների կրծքով կերակրել, հասկանում եք, այսինքն դա այնպիսի բան չի, որ մենք ծնվում ենք ու կարողանում ենք անել, մենք պետքա տեսնենք, դա մեր աչքով պետքա տեսնենք ուրիշները անեն, որ մենք կարողանանք այդ անել, ու այդ կապիկը չգիտեր ինչ անել, այդ բանի վերցրած է, զակին վերցրած բան, ու այդ զակը լացում էր ու ինքը ոչ մի բան չէր կարողանում անել, ու այս աշխատողները փոխանակ գնային, վերցնեին ցույց տային, ասենք բռնի, սենց արա եւ այլն, մի աշխատող կա այդ գազանանոցում, ով որ կրծքով կերակրող կին էր, իր երեխային բերում է հաջորդ օրը, նստում են այդ բանի վանդակի առաջ ու ինքը սկսում է կերակրել, մեկ էլ կապիկը սկսում է կերակրել, հասկանում եք, դա սովորելու բան է, այսինքն մենք պետք է մեր աչքով տեսնենք, սովորենք ու ցավոք սրտի այս նաև էս ոնց է եղել կերակրախառնությունը որ շատացել է, նաև այդ ամենը սկսել է պատմական առումով այն 20-ական թվականների ֆեմինիզմի շարժման մեծացումից, հետո երկու համաշխարհային պատերազմներ, երբ որ տղամարդիկ գնացել են պատերազմ, կանայք սկսել են աշխատել գործարաններում եւ այլն, ու ասենց մենք ուժեղ ենք, մենք կարող ենք ամեն ինչ անել եւ այլն, մենք չենք նստելու տան ու երեխա պահենք, հասկանում եք, ու այդ բանը արդեն դե ինչ որ մի բան հիմա պետք է տալ այդ երեխային ու այդ տարիների ընթացքում այնքան է տոկոսը վատացել, որ ասենք նույնիսկ կարող 20%-ի հասներ, եթե ճիշտ եմ հիշում եք, որ այդքան երեխա էր կրծքիկած ստանում, երբ որ ինքը ծնվում էր, հասկանում եք, այսինքն այդ ծևի ցածր աստիճանների է հասել։ Հետո լալիշնիկն է ստեղծվել, 7 մամաներ ցած իրար միացել են, որոշել են, որ իրանք պետքա կրծքով կերակրում առաջնան, որովհետև արդեն եղել են ինչ-որ բաներ, որ ցույց են տվել, որ դա է լավը։ Ու իրանք տարիների ընթացքում շատ բաներ են կառուցել, որ այսօր բերեն հասցնեն, ոնց որ այդ թիվը մեծացնում ենք, բայց դեռևս շատ տեղ կա, էլի, մեծանալու էլի տենց բաներ կան, որ պետքա մեծանա, բայց մեր ծնողների սերունդը այդքան չունի այդ փորձը, ոմանք ունեն շատ լավ փորձ, բայց հիմնականում իրանք էլ չեն ունեցել այդ օգնությունը, հասկանում եք, ոչ իրանք այդ բժշկական աշխատողներն են այդքան օգնել, ոչ եղել են կրծքով կերակրվելու մասնագետներ եւ այլն, ու իրանցից շատերը ինչ որ բաներ հասկացել են ու երբեմն սխալ բաներ ես հասկանում, էլի, երեխա լացում է, այտենց կերակրախառնումը տալիս ես չի լացում, ասես ահնուրեմն սոված էր ինքը, հասկանում եք, ոնց որ այ էդ էլ է էլի շատ բան, հենց իմ օրինակի դեպքում իմ մայրիկն էլ օրինակ ինձ մինչև 1 տարեկան կերակրել է, ես առաջի երեխան եմ եղել, հետո ինչ որ բաներ է ինքը հասկացել, ու իմ եղբորը 2 ամիս է կարողացել կերակրել,
Ամսականից սկսել է կերակրախառն տալ, որտեղ ինքը արդեն հասկացել է, որ ինքը այդքան կաթ չուներ, ես դրա համար էի այդքան շատ լացում փոքր ժամանակ, բայց ինքը ժամ է պահել, ասել են 3 ժամը մեկ կերակրի օրինակ, որ չի քարել, երեխեն կարող մի ժամից էլ ուտի, որտեղ դա իր ջրի աղբյուրն էլ է, երեխեն կարող ծարավում է, ուզում է ուտի, հետո ցավերի դեպքում հանգստացնող է եւ այլն, այսինքն տարբեր պատճառներ կան, որ երեխան կարող է ուտի թեկուզ մի քանի րոպե, ու չի կարելի տենց ժամ պահել ու ժամով կերակրել էլի այդ երեխային։ Ու տենց ինքը մտածել է, որ ինքը նորմալ չի կարողանում կատտա ու արդեն երկրորդ երեխային սխալ բան է։ Ու այդ առումով օրինակ ինքն էլ ինձ որ այդպես հեռական նույնիսկ խոսում ենք վիդեո քոլերով, որ բան էինք անում, կապերի մեջ ենք լինում, ասենք թե գիտեր որ երեխան 2 ժամը մեկ է իմ մեծ տղան 2 ժամը մեկ էր ուտում ու ասենք մի ժամ ուտում էր, հետո մի ժամ էր անցնում, ինքը նորից պետք է ուտեր, մամաս ասում էր, բայց նոր կերա, ասենք կապի մեջ ենք մենք դեռևս, բայց կերավ մի քիչ առաջ, ինչի է, ուրեմն կաթը չի հերիքում, ու ասում չէ, հերիքում ամեն ինչ լավ է, ես էլ ոնց որ արդեն այդ բանը ունեի, ու երբ որ օրինակ իրանք եկան, ինքն պապաս եկան այստեղ 4 ամսական, որ ես արդեն պետք է սկսեի աշխատել, մամաս օգնեց տամիսներին պահեց, ու սարցախցիկը բացեցի ու ցույց տվեց, թե ինչքան կաթ ունեմ, ասեն զարմացան, այդպեսի բան դե կյանքում չէին տեսել իրանք, ու այլ բան չասեցին դրանից հետո, որ կաթ չունես։ Հետո ես երբ որ վերադարձա աշխատանքի, օրինակ մի պահ եղավ, որ Նենց ասում էի, դե լավ, ես լավ կաթ ունեմ, խնդիր չունեմ, սկսեցի կթելու բաներ բաց թողնել, որ այնտեղ ժամեր ունեի գրանցած այդ ժամերին ես պետքա գնայի այդտեղ, ու աշխատում էի, աշխատանքի ես մեի դե լավ, դες մի 3 օր քիչ կերակրեցի, մի 15 գալիս մամաս արդեն տալիս էր սարցախցիկից, էլի ոչինչ չի անում, այսինքն երբ որ բաց ես թողնում, քչանում է կաթը։ 6 ամսական էր արդեն բալիկս, կաթս մի քիչ քչացավ, մամաս ասեց, դե նորմալ է, դե արդեն երեխան մեծանում է, բանը, տենց չէ, մամա, տենց չի, ես գիտեմ, որ տենց չի, ես ինձ ուզում էի ցույց տալ, ու այդ սկսեցի գործտեղը 4 անգամ անել, 3 անգամվա փոխարեն, ու վերականգնվեց 2 շաբաթ հետո, այդ էլի շատ հետաքրքիր է, շատ ավելի արագ է այդ բանը կորցնելը, մինչև վերականգնում ես, բայց լավ է, ես Արցախցիքում ունեի ու տենց իմ երեխաներին երբեք Դրան իսկ միաժամանակ խորհուրդ եք տալի, դե արդեն ասեցիր կալորիաները պետք է շատացնել, սնունդը հետևել, իսկ խորհուրդ եք տալի ինչ-որ վիտամիններ խմել, քանի կերակրում ես։ Այստեղ Ամերիկայում մեր բժիշկները ընդհանուր առմամբ հայտնի է, որ շատ սիրում են վիտամիններ, շատ նշանակում են, ասենք մուլտիվիտամիններ որ խմեն, ու պրենատալ վիտամիններն են, համ հղիության ժամանակ են խորհուրդ տալիս խմել, համ հետո են խորհուրդ տալիս խմել կրծքով կերակրելու ժամանակ, դրանք են օպտիմալ քանակն են, որ որևէ բանի ավելցուկ չեն առաջացնի, բան պակասել, բայց ամենաճիշտը ամեն դեպքում այնա, որ մամաները գնան ստուգվեն, իրանք իմանան իրանց մոտ ինչն է, կարող է օրինակ իրանց վիտամին D հիմա սկսել է շատ ընկնել, ու այդ դեպքում այդ պրենատալ վիտամինի մեջի քանակը բավարար չի իրանց, օրինակ, այսինքն ամենաճիշտը այնա, որ դուք գնաք իմանաք ձեզ ինչը անհրաժեշտ, գոնե այն ստուգվել եւ այլն ու ստանալ ձեր անհրաժեշտ բաները, որպեսզի պակաս բաներ չունենան։ Եվ դա ընդհանրապես բոլորին է խորհուրդ տրվում։ Այս դեպքում էլ, ասենք կրծքով կերակրելու դեպքում էլ, որ չասեն, վայ, բան, տենց վիճակս վատացել է եւ այլն, ամեն դեպքում ճիշտ է նա, որ մեզ հետևենք ու մեր պակաս բաները լրացնենք։ Հրանտ ջան, իսկ մեկ էլ կրծքով կերակրելու վերջում, ում համար քանի ամիսն է, տարին է, չգիտեմ, վերջում ինչպես անել, որ համոզվել, որ ոչ մի մնացորդային բան չի մնալու, հետագայում բարդություններ, ընդհանուր միջև cancer, չգիտեմ, ասենք, ես դες вообще տեղյակ չեմ, լավ տեղյակ չեմ, քիչ դու այդ մասով կարող է ինչ-որ բան ասես, կա տենց ինչ-որ ռիսկեր բան вообще։ Ուրեմն, երբ որ մամաները ուզում են դադարեցնել կրծքով կերակրել տարբեր պատճառներով, մեկը մտածում է հղիա պետքա դադարեցնի, որը որ ընդհանրապես պարտադիր չի, եթե առողջ ամեն ինչ, մեկը մտածում է ինչ-որ դեղ ունի ընդունելու պետքա դադարեցնի, էլի պարտադիր չի, որովհետև շատ դեղեր կան, որոնք որ համատեղելի են, այսինքն կաթի մեջ չեն մտնում ու կաթը նորմալ տալիս ես երեխային եւ այլն կամ էլ նույնիսկ եթե ինչ-որ իսկապես նես բանավոր հնարավոր չի խուսափել, կարելի է այդ շրջանում չկերակրել, հետո նորից կերակրել։ Այդպես, բայց երբ որ արդեն պետք է դադարեցնեն, ամենակարևոր բանը, որ մենք խորհուրդ ենք տալիս, այդ աստիճանաբար անելն է։ Չի կարելի նենց անել, որ այսօր ես օրինակ
8 անգամ կերակրում եմ իմ բալիկին ու վաղվանից ես իրան չեմ կերակրում, որովհետև այդ կաթը ոնց որ ասի պահանջարկ առաջարկում ինքը գիտի որ պետք է շարունակի արտադրել գիշերը 5-ին բան մոտավորապես ամենաշատ կաթ արտադրող ժամանակն առավոտյան արտանում ես լավ լցված ու ամենալավ ուտելու ժամանակն է երեխաները միշտ պետք է առավոտը լավ ուտեն ու տենց լցված ու տենց դա շատ խնդիրների ա բերում հորմոնալ տենց շատ փոփոխությունների կրծքերը կարող են խցանվել մաստիտ կարող է առաջանալ որ բորբոքային process է եթե այդ ամեն ինչը չբուժվի բժշկի չդիմել կարող է աբսես դառնալ որը որ թարախային բաները որ կտրվածքով են վիրահատական կտրվածքով են հանում եւ այլն մի խոսքով պետքա ճիշտ է անել այդ ամեն ինչը երբ որ ճիշտ է արվում ոչ մի նման խնդիր չկա աստիճանաբար ենք դա թարացնում այսինքն քիչ-քիչ քչացնում ենք հա հիմնականում նես չի լինում որ հենց այսօր ես իմացա որ պետքա վաղը դա թարացնեմ հիմնականում ներ ինչ որ ժամանակ ունեն հա ու կարելի է այդ ընթացքում տենց քիչ-քիչ քչացնել ավելի ու ավելի քիչ կերակրել վերջում երբ որ մնում է 1-2 կերակրում ցանկալի է 1 արդեն կարելի է մի քանի օր, ասենք մեկ անգամ կերակրելուց հետո մի շաբաթ մեկ անգամ կերակրելուց հետո արդեն կարելի է դա թրացնել։ Ոչ մի բան պետք չի անել դրանից հետո։ Էլի ինչ է ընդունված, մի տարբերակը, որ մամաները գիտեն ինչ որ դեղ կա խմելու։ Այդ դեղը հնարավոր է օգուտ տա միայն ծննդաբերելու այն առաջի շաբաթվա ընթացքում, այն որ ասում էի, որ հորմոնը մեծ բարձր է լինում ավելի ու արտադրումը առանց երեխայի այդքան շատ ստիմուլյացիա տալու, այդ հորմոնի հետ է կապված այդ դեղը որ տալիս են, հետո իմաստ չունի, հա, այդ ոչինչ չի անելու այդ օգնելու համար։ Մյուս տարբերակը այն է, որ ցիկ կապել են ինչ որ կտորներով, եթե տեղյակ ես էլի մեծ։ Ես աղամ եմ լսել նույնիսկ։ Ինչ։ Կաղամ։ Կաղամբը լավ է, կաղամբը սառացնող բան է, հա, երբ որ այդ նույնիսկ մեր գրքերում կա, պատկերացնում եք, մենք որ սովորել ենք, ասենք, հա, այդ ուրիշ բան է, օրինակ խցանումների ժամանակ, երբ որ տենց շատ բան մամաները լավ կհասկանան, ասենց մի տեսակ տաք լինում ու ասենց ցավում է եւ այլն բան, այդ ժամանակ օրինակ լակտոստազ բուժելուց, այդ խցանումները բուժելուց, ասում ենք շատ սառը դնել, մանավանդ վերջի պրոտոկոլներով, ասում են անընդհատ, ոնց որ օրվա մեջ ժամը 1 անընդհատ տենց սառը դրեք դրան ու կաղամբը ուղղակի հարմար է։ Սառնանից հանած պատկերացրեցի կտենց լավ է ինքը լինում, բայց կարելի է ցանկացած բան, նույնիսկ պարտադիր չի ընդհանրապես, բայց գոյություն են վաճառքի տենց gel pack-եր, հա, գելով տենց բաներ, որոնք որ դնում ես սառացնում ես ու դնում ես տենց հարմարացնում ես, էլի, բայց կարող ես ուրիշ բան էլ, կարող ես, չգիտեմ, սրբիչ էլ ենթադրենք սառուցով ջրի մեջ օրինակ բան անել ու տենց կոմպրեսներ դնել եւ այլն, այսինքն սառը ինչ որ մի բանը օգուտ է այդ, բայց այդ ավելի շատ այդ խցանումների բաների ժամանակ Եթե վերջում ավարտում ես, հիմնականում այդ իմ ասած 1-2 անգամ կերակրելուց հետո, եթե ավարտում ես, դու պիտի որ ոչինչ չզգաս, բայց եթե զգում ես լցվածություն, եթե լցվել է ու տես շատ խանգարում է եւ այլն, այդ ժամանակ արժի մի քիչ կթել։ Ընդհանրապես լավ է որ մամաները նաեւ ձեռքով իմանան ոնց անել, որտեղ այդ դեպքում պարտադիր չի էլի կթիչ ունենալ առնել բան, մանավանդ այդպես դեպքերում, երբ որ չես ունեցել, պետք չի գնալ առնել։ Մի քիչ ուղակի անում ես մի քիչ, որովհետեւ շատի դեպքում դու նորից ստիմուլյացիա ես տալիս ու նորից շարունակում է կաթ արտադրվել։ Ինքան որ հանգստանաս։ Հանգստանում ես ու անցնում, բայց ասում եմ, այդ 1-2 կերակրումից հետո դա պետք չի, այդ մի քիչ կաթը որ արդեն մեջը լինում է, ինքը իրանով արդեն լուծվում է, գեղձերը այնտեղ ինվոլյուցիային ենթարկվում բան են, ձևը փոխում են, հա, արդեն այդ իրանց կաթ արտադրելու մոտ 40 օրվա ընթացքում, դրա համար եմ ասում, որ նա 40 օրվա ընթացքում կարելի է կաթը վերականգնել ու մի քիչ ավելի հեշտ, քան օրինակ 6 ամիս դադարեցնելուց հետո, հասկանում եք, այտենց ու այտենց process-ներ են գնում ու կուրսքը ինքը իրանով էլ սկսում է կաթ չարտադրել։ Շատ անչափ հետաքրքիր է իսկապես։ Հա, դրա համար ինքան բան կա այս մասնագիտության մեջ ու շատ խորանալու տեղ կա, էլի, դրա համար տենց կարիք ա եղել ու այնքան էլի մասեր կան, որ առանձին սիմպոզիումներ կան, ես մի սիմպոզիում վերցրել եմ օրինակ բերանի երեխայի սանձիկի հետ կապված եւ այլն, որտեղ տենց տեսակ վստահ չէի զգում ինձ այդ առումներով, ինչ որ բաներ կարդացել էի, բայց չէի տեսել եւ այլն, էլի, ասենք իսկապես շատ բաներ կան, բայց հիմնականում, եթե ոչ մի բան չի խանգարում մամային, եթե այդ այնց կողքից այդ ասելու բաները չեն խանգարում, եթե ծծակ ու շշերով չեն սկսում, եթե կերակրախառնթով չեն սկսում, ամեն ինչը եթե նորմալ է լինում, այնքան բնական ու այնքան հեշտ է այդ ամեն ինչը, ուղղակի ցավոք սրտի այս ժամանակներում այս հասարակության առումն որ մենք գնում ենք խանութ նորածնի պատրաստվելու միանգամից սկսում ենք նման բաներ առնել, արդեն սկսում են քիչ խանգարել մեր այս process-ներին։
Դեռ համաձայն եմ։ Շատ հետաքրքիր էր Հրանուշ ջան, անչափ հետաքրքիր էր, իսկապես այնքան ինֆորմացիա ասեցիր, որ չգիտեմ, ուրիշ որտեղ կարող են այդքան ինֆորմացիա մի ժամվա մեջ լսել։ Շատ շնորհակալություն։ Ինչ որ բան կա Հրան, որ կուզենայիր ավելացնել, որ բաց ենք թողել։ Չէ, սկզբում մի քիչ պատմություններ էի մտածում, որ եկել էի այստեղ մի քանի տես բաներ հիշեցի, հետո բանը խոսակցությունը շեղվեց այդ բանի հետ կապված, թե ինչ նորություններ կային Ամերիկայում, բայց հիմնականում արդեն չէ, լավ տարբեր հարցեր տվեցիր դրա հետ կապված։ Այդ հիմնական բաները, շատ բաներ, որ շատ մամաներ այդ հարցերը ունենում են, էլի, այսինքն ինչ-որ բաներ, որ տենց հա լսել ենք, որ սա այսպես է, բայց շատ տենց սխալ բաներ կա այդտեղ ու այդ տեսական մասը իմանալուց արդեն մեծ օգուտ է տալիս։ Իմ սիրելի բաներն էլ մեկն էլ, ես էլ ավարտեմ զույգերի ու եռյակների հետ աշխատելը, ես որ հնարավորություն եմ ունենում իրանց հետ աշխատել, որտեղ այդ շատ ավելի հաճելի բան է ու դրա արդյունքը էլ ավելի բան ուրախացնող է, հա, որ ինչ-որ զույգ մամա կարողացավ իր բալիկին 6 ամիս բացառապես կրծքի կատալ կամ եռյակ մամա, տենց պետք է ունեմ ես, որ կարողացել է լրիվ կրծքի կատ տա, մի խոսքով sense շատ բաներ ու էլի ունենք դեպքեր, որոնք տես մի քիչ կերակրախառնուրդով եւ այլն բան կամ ասենք մինչեւ 4 ամսական հետո արդեն մի քիչ կերակրախառնուրդով ու տենց որ հասկանում ես այդ process-ները ու տեղ շատ անգամ լինում է որ այդ մամաները ուղղակի էլ ուժեր իրանց ուժը չի հերիքում ոնց որ արդեն ասում են անընդհատ կտրում են հետո բալիկներին տալիս են գիշերը այդքան արթնանալը որտեղ գիշերն է պետքա ժամերը պահես մանավանդ երբ որ կթելով ես մենակ երեխաներին տալիս անձամբ չես տալիս այտենց լինում է որ ասում են հոգնել եմ արդեն գիտեմ այդ process-ը բայց ուզում եմ ես մի անգամը sense լինի դա էլ է այտենց լինում բայց ամեն դեպքում հնարավոր է լրիվ իրականացնել ու մեկ էլ շատ կարևոր է որ մամաները կողքից օգնություն ունենան, էս էլ է շատ կարևոր, որտես մեկ ասում է, որ մեկ հետ աշխատում եմ ասում sense պետք անեք, ասում բայց ես այդքան ոնց նստեմ կերակրեմ, որովհետև բանն է, ես տան գործեր ունեմ անելու, ասում եմ այդ տան գործերում լավ կլինի որ օգնեն կողքից, այդ այն շրջանն է, որ շատ կարևոր է, ինչքան հնարավոր է ուտելիք սարքել բերելով, թե անձամբ միասին մնալով, երեխայի լվացք եւ այլն, այնքան բաներ կա անելու, որ շատերը գալիս են ուզում են երեխային գրկեն ու տանեն իրանք դրանով օգնեն, բայց ամենալավը այն է, որ այդ երեխա մամա թողնում ես իրանք իրանցով, մեզ մամա սովորի ոնց քնածնի, ոնց կերակրի, լրիվ իրար հասկանալու այդ հոգեբանական այդ ուժեղ կապը, որ իրանք ունենում են իրար հետ, այդ միլիոն արժի, ու դու կողքից իրանց երկուսին խնամում ես, ինչքան կարողանում ես։ Նորից համաձայն եմ։ Հրան, ինչ ես կարծում, խորհուրդ կտաս այն մամաներին, ովքեր ենթադրենք դեռ մամա չէ, հղի կանանց կամ նոր դարձած մամաներին խորհուրդ կտաս մտնեն ձեր Facebook-ի այդ խումբը, որ օգնություն ունենան, որովհետև իմ կարծիքով նամանավանդ այդ սցենարը, որ մենք ասեցինք կատարվում է իրականությունում ստեղ հիվանդանոցներում, որ գայս ես տունու էլ օգնած չկա, իմ կարծիքով գոնե սոցիալական ցանցերում ներգրավվածներ գիտես հարց ես տալի պատասխանում են բան, ինձ թվում է էդ էլ մեծ օգնություն կլինի, ինչ ես խորհուրդ տալի, դնենք կոմենտներում խմբի ջան, մեր խումբը իսկապես շատ լավն է, շատ ես այդ տեսնելով այդ աշխատանքը թե այդ մամաները ինչ էին անում, այդ խումբը ինչ էր անում, ես սկզբում հիացած էի ու շատ ուրախ եմ, որ հիմա իրանց դարձա խումբը 63000-ից ավել մասնակից ունի ու այդ համայնքի զգացումը հենց արդեն շատ բան արժի էլի որ այդ մամաները տեսնում են իրանք մենակ չեն, իրանք գիժ չեն, որ անդադ sense բան են ասում, որ իրանք sense են զգում, որ իրանք ասած բանի են հավատում եւ այլն էլի այդ ընդհանրապես միշտ օգնում է ցանկացած իրավիճակում որ դժվար իրավիճակում երբ որ քո նման մարդկանց գտնում ես, ասում ես հա չէի ուզի որ դու էլ լինեիր այս դժվարության մեջ, բայց ես ինձ լավ եմ զգում, հա որ էլի իմ նման մարդ կա Նենց որ շատ օգնում է, մեր անունն է կուրսքով կերակրելու սենյակ, լինքը կարող ենք դնել, մամաները կարող են մտնել, իրենց հարցերը գրել, ու նաև մեր կայքը օգտագործել։ Մեզ մոտ այնքան գրագետ մամաներ կան, որոնք որ կարդում են ու ուրիշների բաները սովորելով իրանք չեն երևում։ Իրանք այդպես չեն գրում, ու մենք չգիտենք, որ իրանք կան, բայց իրանք ակտիվ մասնակիցներ են, հատկապես այդ առաջին 1 տարվա ընթացքում է, որ շատ բան են էլի, շատ կարիք է լինում ու
շատ բան են սովորում։ Ես որ Հայաստանում եմ լինում, ինչ որ մամաների հետ խոսում եմ ու իրանք սկսում են կրծքով կերակել ու մասից ճիշտ բաներ ասել, ես առաջին ասում դուք կաք մեր խմբում, որովհետև շատ անգամ է լինում, որ դա իսկապես այդպես է լինում, էլի։ Ուրիշներ կան մամաներ, որոնց մոտ լավ է ստացվել, ուղղակի տենց լավ է ստացվել, խնդիր չկա ու տենց ամեն ինչ լավ է, բայց էլի իրանք կարող են շատ բաներ չիմանալ, էլի, ուղղակի տենց ստացվել։ Հրան, իսկ հեչ քո մեջ եղել է միտք, որ ստեղծես ակումբ, ոչ վիրտուալ, ոչ սոցիալական ցանցերում, ֆիզիկապես ներկայանալու, որտեղ ենթադրենք հղի կանայք կամ նորածին ունեցող մամաները ֆիզիկապես գան ու այդ խումբը, այդ ակումբը ոնց որ մարդկանց educate անի, այսինքն սովորացնի լավ կողմերը կրծքով կերակրման, որովհետև իմ կարծիքով հրան այն մամաները, որոնք շատ շուտ հանձնվել են, ասել են չէ, կապ չունեի, դրա համար անցնում եմ շշին, իմ կարծիքով իրանք պրոստը հասարակ բանը այնա, որ լավ տեղյակ չեն, ինչքան օգուտ կտային իրանց երեխային, եթե կերակրեն, զուտ իմ կարծիքով տոկոս կա, չգիտեմ քանի տոկոսն է, բայց իմ կարծիքով այդ տոկոսը եթե տեղյակ կներ ինչքան է տարբերությունը այն երեխայով, որ կերել է կրծքով կաթ ու այն երեխայով, որ կերել է ֆորմուլա, այդ արհեստական կերերը, իմ կարծիքով իրանք կփոխվեին միտքը ու ամեն ինչ կանեին, որ հետո կրծքով կերակրեին։ Եղել է տենց միտք, տենց ակումբ ստեղծելու։ Կա այդպիսի միտք, բայց դեռ չգիտեմ դա ոնց կիրականացվի եւ այլն, դա հիմնական, ասենք, հնարավոր է լինի ուղղակի բիզնես բացել համապատասխան ու դու լինես դրա տերը ու տենց փորձես ինչ-որ բաներ կազմակերպել։ Մի ժամանակ կային այդպիսի, օրինակ խանութ կար մի այստեղ, որոնք որ վաճառում էին երեխաների ապրանքներ, նորածինների հագուստ եւ այլն, տենց փոքր տարիքի երեխաների ապրանքներ, ու իրանք ունենում էին այդպիսի տրեյնինգներ, հա, դասընթացներ, որ սովորացնում էին ու այնտեղ կարող էր մասնակից լինել, կան, այսինքն այդպես բաներ, որ եթե մայրիկները տեղյակ են լինում, գնում են ու միանշանակ շատ օգուտ կլինի։ Ես նաև ճիշտ ասած այն մտքին եմ, որ հիմա մեր ինֆորմացիայի մեծ դար է, որ տես թվում է, թե մենք ամեն ինչ պիտի իմանանք ու ամեն ինչ պիտի սովորենք եւ այլն, որ դա էլ հնարավոր չի։ Էդ էլ է շատ տես մաշող եւ այլն բան։ Ու իմ կարծիքով նենց չի, որ լավ մաման այնա, ով որ օրինակ այս բաները գիտի, որ անպայման իր երեխային sense առողջ սնունդ է տալիս, չէ։ Այդ մամա սիրում է իր բալիկին ու տալիս է իրան մաքսիմումը, ինչ որ ինքը կարծում է, որ լավագույնն է։ Կարող է այդ լավագույնը լինի, օրինակ լավ հագուստ հագցնելով, ինքը կարծում է, որ իսկապես դա շատ կարևոր է այդ երեխայի համար։ Կարող է իր երեխայի սիրելը արտահայտվում է իր ուզած ամեն ինչը տալով, որ այդ երեխան ինչ ուզում է, ինքը վերցնում է տալիս է եւ այլն։ Դա իր սիրո արտահայտման ձևն է, հասկանում եք, բայց քանի որ մենք այսօր ունենք այս հնարավորությունը, այս ինֆորմացիայից օգտվելու, ամեն դեպքում այս գործի մեջ նաև ինչն եմ սիրում, որ այդ ազդեցությունը երկարատև այնքան մեծ է, երբ որ սկսում ենք այդ ամենասկզբից, այդ բալիկներին որ տեսնում եմ, այդ անմեղ, այդ բոլորը ասած հրաշք են ուղղակի, հա, ոչ մի արտաքին աշխարհի ազդեցություն չունեն դեռ, իրանց մեջ չեն գրում, ասենք արդեն 5 տարեկանների մեջ կարելի է շատ բաներ տեսնել, չէ՞, ընտանիքից, բայց այդ երեխաները այն ամենամաքուր երեխեքն են, ու երբ որ մենք իրանց վրա ենք ազդեցություն ունենում, արդեն այնքան բաների վրա է ազդում իրանց կյանքի, բացի այն ֆիզիկական առողջության, հոգեկան առողջության, այդ attachment theory-ին կապվածության տեսությունը հիմա շատ ավելի թափ է առնում, որ զարգացել է Bowlby միջոցով եւ այլն, սկզբում ինքն է ասել, հիմա շատ ավելի բժիշկներ են դրա վրա շեշտ դնում ու ասում, որպեսզի օրինակ հոգեբանորեն ավելի կայուն լինեն, ավելի լավ լինեն երեխաները, պետք է նախ փոքր ժամանակ շատ կապված լինեն իրանց խնամող գոնե մի հոգու հետ ու հիմնականում այդ մի հոգին լինում է մայրիկը ու շատ լավ է, երբ որ հայրիկն էլ է ներգրաված ու օգնում եւ լավ կլինի, որ նաեւ լինեն տատիկ, ինչ որ հարազատ մարդիկ եւ այլն, որոնք կգնան այդ երեխաների հետ կխաղան, տեղ ուշքները գնում է արդեն 1.5-2 տարեկան ինչ որ մեկը իրանց հետ խաղում է, բայց այդ առաջ այդ մի մարդը, որ արձագանքում է իրանց ամեն ինչին, այդ շատ հիմք է ստեղծում հետագա իրանց հարաբերությունների
հարաբերությունների մեջ, ասենք ամուսին ընտրելուց իրանք ինչ ձևի մարդու կընտրեն, ինչ ձևի կարողանան բան կյանք կառուցել, իրանց աշխատավայրում ինչ ձևի հարաբերություններ կարող են ունենալ, հասկանում եք, այնքան բաների վրա է դա ազդում, որ sense տեսնում ես ինչքան մեծ ազդեցություն է ու շատ ոգևորիչ, այո։ Շատ շնորհակալություն Հրանուշ ջան, որ ժամանակ տրամադրեցիր 3 երեխայով, գիտեմ ինչքան դժվար է, շատ շնորհակալություն քո ժամանակի համար ու քո բոլոր շատ արժեքավոր խորհուրդների համար, լինքը կդնենք խմբի կոմենտներում եւ քո email-ը կդնենք կոմենտներում, որ ով կուզենա թող կապնվի եւ քո խորհուրդներին հետևի։ Շատ շնորհակալություն, իսկ ով լսում էր, խնդրում եմ, եթե դες դուր է գալիս, subscribe եղեք մեր YouTube-յան channel-ին, որ բաց չթողեք մյուս հետաքրքիր էպիզոդները։ Շնորհակալություն Աննա ջան։ Մերսի Հրանտ ջան։